Բարի երեկո, Էդվին ջան, ուրախ եմ, որ իմ եթերում ես, եղբայր։ Արի սկսենք այս սպանությունից, որը կատարվել է երեկ, ու դրանով արդեն կշարունակենք, ճիշտ է, ես սկսել էի արդեն, բայց արի դրանից սկսենք, ես խոսքը տալիս եմ քեզ։ Շնորհակալ եմ ներկայացնելու համար, բարև ձեզ ժողովուրդ ջան, ասեմ, որ ներկայությամբ YouTube-ով ուղիղ եթեր նույնպես գնում է, եւ միաժամանակ ունկնդիրները եւ TikTok-ում եւ YouTube-ով կարող են հետևեն մեզ։ Ուրեմն, մեր ջան, սպանության մասին բոլորս լսել ենք, ես մի փոքր նոր բացատրեցի, թե ինչա տեղի ունեցել։ Տեսեք, համայնքի դեմոկրատական ձևով, ժողովրդավարական ձևով ընտրված համայնքապետին են սպանել։ Այսինքն սա, եթե ինչ որ դրածո լիներ, ինչ որ միտեղ ասեի դրածո է, բայց սա իրան ժողովուրդ է, փառաքանի գնացել այս մարդուն ընտրել են։ Լավա, վատա, քպեյա, չգիտեմ, հգեյա, ծիրանիա, եսին նուրա, ինչա, կապ չունի, մարդիկ գնացել ընտրել են, ուստեղ սպանություն է տեղի ունեցել։ Հայաստանում առհասարակ սպանություն պիտի չլինի։ Մանավանդ այս տեսակի քաղաքական, գողական, տեսած խառնած մի հատ տեսակ։ Որպեսզի մարդկանց մի փոքր բացատրեմ, թե ինչ է կատարվում։ Ուրեմն այսօր ես տարբեր մարդկանց հետ եմ խոսացել, տարբեր ինֆորմացիաների եմ տիրապետում, սրա մասին նույնիսկ կոնկրետ անձի մասին չէ, բայց որ սենց սպանություններ են լինելու, մի քանի ամիս առաջ եմ սրա մասին խոսացել։ Երբ որ սպանություններ էին լինում Երևանի փողոցում, ասենք ֆազը չաղեր սպանում, այսինչը նրան էր սպանում, բացատրում էի, որ հստակ ինֆորմացիա կա, փողոցում զենք կա, մարդկանց մոտ զենք կա, ինչ որ հարցեր ունեն, ոչ վերահսկվում է բավականին պատկան մարմինների կողմից, ոչ էլ քրեական աշխարհի վերնախավը չի վերահսկում այդ սիտուացիան, կամ էլ իրար հետ բախումների մեջ են ինչ որ միտեղ։ Ոստեղ լուրջ չեն ընդունել, կամ էլ լուրջ են ընդունել, բայց չեն կարողացել ինչ որ քայլեր ձեռնարկել, ես չգիտեմ, որն է ավելի զավեշտալի եւ վատ։ Փաստը նրանում է, որ հիմա ունենք նորից սպանություն։ Ու ինչի եմ ասում նորից, որովհետեւ եթե շատերի համար սա երկինքի ծնգավ, ասին համայնքապետին սպանել են, հարգելիներս, համայնքապետի սպանված աղբերը փետրվարին զենքը վերցրել, գնացել իրանց քաղաքական հակառակորդի տուն ու իր աղբոր տղուն էր սպանել։ Փետրվարին ջայլ տղա 29 տարեկան այդ մի գիշեր առաջ 30 էր դարձել, ջայլ տղուն խփել սպանել էին։ Իրանց թղամասի ժողովրդի հետ որ խոսում եմ, հարցնում եմ ով էր, ինչ էր, ասում են խելոք տղա է, երևի կապ չունի իր այդ հոպարի հետ, իր գործերը բաները։ Քաղաքական ինչ որ այդ ընտրությունների հետ կապված իրար հետ խնդիրներ ու մորթոցին գնում է։ Ու դրանից առաջ ասեցի քաղաքում սպանություններ այդ ավտորիտետների սպանությունները եղավ, սուսիկ-փուսիկ անցկացրեցին, գնացին։ Ես հիմա մի բան ասեմ, ասենք անցած անգամ չէ, նախանցած անգամ Երևանում էի, այդ ֆազի չաղի այդ բախումներից սպանվածի իրանց մոտից մարդու հետ նստած էինք ու բացատրում էի, որ չի կարելի, ասենք հարցը սպանությունով չի լուծվում, պետք է լուծում տրվի, բայց ոչ սպանություններով։ Մարդիկ ուղիղ ինձ ասեցին, չէ, այս հարցը մենք չի կարող ձեն լուծվի։ Ատամը ատամին, աշկը աշկին, սպանությունը սպանությունով։ Ու այդ տրամաբանությամբ հիմա դա առաջ է գնում։ Էդվին ջան, կներես, քո էկրանը փոքրացեցի ինչ պատճառով, որովհետև լայքեր չէին կարողանում դնել, իսկ լայքերը տարածում է, էլի։ Ու պլյուս պաշտպանում է, թե չէ ես ուզում եի, որ դու, որ ասում եմ, գլավնի էկրանում լինեիր, էլի։ Փոքրի նորից իմ դեմքը արդեն թույլ է տալիս վրոջի։ Էդվին ջան, դու այսինքն ուզում ես ասես, որ իրավապահ մարմինները, ՆԳՆ նախարարությունը կամ ով պետք է զբաղվեր այս հարցով, կոնկրետ չեն զբաղվել, բացի թող վիճակ ա եղել, որ արդեն մեկը մյուսից սամասուդ են անում, դու դա ի նկատի ունես։ Մերի ջան, դա գլխավոր մեսեջն է, այո, մի ուրիշ բան էլ ասեմ, ոչ միայն ՆԳՆ-ն եւ այդ դատասխազական կողմը, դատավորների առումով։ Ես նշեցի, չէ, չաղի ու այդ ֆազի սպանությունների իրար սպանել են։ Սպանությունը եղել է, դատավորը ինչ է արել, ասում է բեր զալո գրավդիր գնա։ Այդ դատավորին էլ են բռնել գործ կա։ Ախր այդ փաստերը իրար կողմ որ դնում է, այսպես հերթով։ Այն բանի Սիցիլիան են Իտալիայի այդ մաֆիան մանուկ խելոք երեխա է սրանց դեմ։ Սա կլանային պայքար է, որը գնում է ինչ որ ուժերի մեջ, որտեղ պատկան մարմինները չեն վերահսկում, չեն կամ չեն ուզում կամ չեն կարողանում, բայց երկու դեպքում էլ լավ չի։ Մեր ջան 21 թվականից հետո սենց բան, սա էլ ասեմ, որտեղ սա շատ կարևոր թեմա է, ուղիղ կապ է սրա հետ կապ կա, կապը չեմ ասի, վստահելով ասել են սա ինձ։ Տեսեք, 21 թվականից հետո Հելան ասեցին ու այդպես էր, ասեցին, որ
բանտերում փակված մարդկանց չեն թույլատրում գումար խաղան։ Այսինքն հրամանը պատկան մարմիններից եկավ, ասենք այդ գողական աշխարհից չի, ասեցին գումար չեն թույլատրում։ Ու համարյա մաքրվել էր չկար։ Ու խոսքը ինչի մասին է գնում, տեսեք, եթե ինչ-որ մեկ ուզում է գումար խաղա, աստված իրես գնա խաղա։ Բայց ինչ-որ մեկին երբ որ պարտադրում են գումար խաղալու, մանավանդ ընդեղ, անթույլատրելի է։ Ոստեղ պատկան մարմինները մի տարի, մոտավորապես տարի ու կես շատ լավ գործ էին անում, չկար, անհետացել էր։ Էլի եկել է։ Էլի խաղցնում են, էլի պարտադրում են, էլի ինչ-որ փողերի Էսկոմ մենկոմ դրսից ներսից պիտի բերես, գնաս գազ դրսում ինչ են անում, հլնում սրա նրա պասպորտը բեկանում փող են ձերմակերպում, որ տանեն այդ կրվածը տան, որ հանկարծ Երբ է դա վերադարձել, Էդվին։ Մի խոսքով, խայտարակություն վիճակը, խայտարակ բան է կատարում, բայց ու մեկը մեկի հետ կապված է։ Չեն վերահսկում սիտուացիան։ Էդվին, դու ասում ես մի ժամանակ էդի կանգ առի։ Հիմա երբ է դա վերադարձել։ Իմ իմանալով 23 թվից էդի էլի կա։ 21-ի կեսերին, 22-ին լավ բան արեցին, դեմ առան 23-ի կեսերից էլի կա։ Ու դա մի դրվագն է, ասենք մի քանի դրվագներից մեկն է։ Ես հիմա ասենք, որ դնեմ ստեղ Մերի ջան, սա սենց բացատրեմ ինչա, ոնց է։ Ավելի լավ է ես իմ գործը տունը թողեմ, գամ այդտեղ դատախազությունում կամ նգնայում մի հատ պաշտոն ստանամ, այդ գործով զբաղեմ, այդքան գործ կա անելու։ Ես հասկանում եմ, որ դա շատ մեծ բան է ու լիքը գործ կա անելու։ Բայց այլ ընտրանք չկա։ Հիմա նայեք, այդ Փարաքարի համայնքապետին ով որ սպանել է, իրանք շատ լավ գիտեն ով է սպանել, որովհետև փետրվարին ում սպանել են, դրանք եկել հետ են սպանել։ Հիմա գնացել դրանց տունը վերահսկում են, զենքով բանով կանգնած են, որ սպասում են, էլի հարձակում ալու։ Իրար մորթում են, երկու կլանա, իրար ուտում են։ Լավ, հիմա ստեղ լուծում լինելու է, թե չէ։ Ասենք ոստիկանը քանի օր, քանի ժամ, քանի ամիս պետք է գնա այդ տունը վերահսկի։ Կամ անդամներից որին կարող է աղբորը վնաս չտան, մորը չտան, կարող է հորեղբոր տղուն ինչ որ Երևանում միտեղ վնաս տան, կամ այստեղ լուծում պետք է գտնվի, չէ՞։ Ու այդ լուծումը ես հասկանում եմ, հեշտ չի, բայց այդ քայլին պետք է դիմեն պատկան մարմինները։ Այն նրանք, որ ասում են, ինչ որ միտեղ թուլացրել են, ինչ որ միտեղ չեն արել, այդպես բան կա, Մերի ջան։ Ախր սպանության կադրերը ես չգիտեմ, դու տեսել ես։ Տեսել եմ։ Այդ նույն ձևով, որ սպանում է, դաժան է, ինքդ տեսնում ես, որ անձնական խնդիր է լուծում, սպանում է, կրակում է, ինի արդեն մեռել է։ Այդ հիմա զենքի կոթով գլխին խփում է մի քանի անգամ, հազար ներողություն, եթե մարդիկ կան ճանաչում են, ես շատ վշտով եմ սա ասում, որովհետև դա ասում եմ, մարդը մահացել է, չպետք է մահանա այդ մարդը։ Ինքը գնում է հետ է գալի, կոնտրոլի մի քանի անգամ էլ խփում այդ մարդուն։ Եթե եկել է այդ մարդուն սպանի, կող է ինգերը ոստիկան, որ էլի իրան էլ է կպել։ Դրան ձեռ չի տալիս, որովհետև այսինքն միտքը մենակ նրան սպանել են, ու այդ ոստիկանը հələ փորձել է օգնի այդ վիրավոր ոստիկանը, այդ համայնքապետին փորձել է օգնի, բայց մեռել է, տղեն էլ է մեռել։ Նույն բանը այնտեղ տեղի ունեցավ, այդ աղբոր տղուն որ խփել են փետրվարին, ընկերոջն էլ են խփել, հանկարծակի թե ոնց, նույն ձեպի բան է տեղի ունեցել, այսինքն սրանք եկել են, մուրը հանել են։ Հիմա օրենքով որ նայում ենք, ոչ այն է թույլատրելի, ոչ էլ էս, ոչ սպանություն է կարելի, ոչ էլ վրեժ լուծես գա սպանես։ Բայց հիմա մի հատ այդ քաղաքականը, ոստիկանական, իրավաբանականը մի կողմ դնենք, որովհետև Facebook մտնում է սա տղամարդությունից ու գողականից են խոսում։ Չես հասկանում ով ինչ է, ով է այդ գողական աշխարհից, ով է քաղաքական, ով է ինչ։ Հիմա մի հատ հարց։ Եթե տղավարից եք խոսում, այդ տղավարի է գնալ ինչ որ մեկի տուն իրան սպանել, կամ ինչ որ տղավարի չի գան ինչ որ մուրը հանեն։ Այդ տղավարիով է էլի որ այդ սպանությունները լինում է։ Ախր երբ պետք է մենք հասկանանք, որ այդ տղավարին իր տեղ ունի, իր ժամանակ ունի, ախր ոնց կարելի է քաղաքականության մեջ տղավարից խոսալ, ոստիկան մտես, ոստիկան դառնաս, բայց տղավարությունից խոսած, գողականից խոսած, սա այդտեղ խառնել են իրար, չես հասկանում ով ինչով է զբաղված։ Չէ, այդ ինչ է, ոչ թե խառնել են իրար, դա միշտ էլ խառն է եղել, այն ժամանակ ասեմ ավելին։ Բժիշկից բռնած, դու ասում ես վայնի տղա է, խոսքի չէ, ոստիկան տղա է, ասում է դու գիտես ես ով եմ, հա, ասենք Էդիլը հասկացանք, բա որ բժիշկն ասում, բա որ չգիտեմ, ինչ որ մի հատ լավ տղու աֆիցիանտ է տենց ասում, այսինքն ամբողջ երկիրը տենց էր արծնում ժամանակին։ Դու գիտես ես ով եմ, որ իմ հետ տենց խոսում ես խոսքի։ Հասարակ սոցիալ աշխատողները տենց վիստուփ ատելնում, տենց ասեմ, հա, մնում էր հավաքարարները տենց ասեին, բայց հիմա որ մենք զարմանում ենք, որ այս բաները տեղի ունենում, դա միշտ է տեղի ունեցել մեր երկրում։ Միշտ։ Հիմա այս որ ասում ենք հեղափոխություն են կարել, հեղափոխություն են կարել, այդ ինչ դու շատ լավ ես հասկանում, որ այդ հեղափոխությունից հետո այդ ռեսուրս հասկացողությունը, այդ ժողովուրդ հասկացողությունը ճտիկով չի փոխվում։ Այդ էխոն հələ տալիս է։ Այդ էխոն հələ գալիս է, առավել եւս որ
Դու գիտես, որ քրեական աշխարհը միշտ եղել է պետությունների կոնտրոլի տակ, միշտ։ Իսկ հիմա կոնտրոլի տակ չի։ Դրա համար է խառնվել ամեն ինչ իրար, որովհետև յուրաքանչյուր համակարգ ինքը պետք է կոնտրոլի տակ լինի։ Յուրաքանչյուր համակարգ։ Ընդհանրապես այդ համակարգը ով է ստեղծել։ Սովետն է ստեղծել։ Ու միշտ այդ համակարգը ծառայել է սովետի, չասեմ ում, հա, KGB-ից բռնած։ Հիմա դա կոնտրոլից դուրս է, ախպեր ջան։ Իսկ այն որ ասում են, էսի էս բան ունի, տիտուլն ունի, այն տիտուլն ունի, ես էլ արդեն այդ տիտուլներին էլ չեմ հավատում։ Ես գտնում եմ, որ դաժե նման աշխարհում, Էդվին ջան, ամեն ինչ պետք է արվի, ռուսի ասած, во благо страны ու ժողովրդի, էլի հասկանում ես։ Իրանք պետք է ամեն ինչ անեն, որ նման հարցեր ընդհանրապես չստեղծվի, որ նման բախումներ չլինի։ Բայց դնենք այդ համակարգը մի կողմ, ես գործ չունեմ այդ համակարգի հետ։ Արա մենք մարդ ենք, մենք հայ ենք, գնում ենք մեկս մյուսին սամասուտ ենք անում, գյուլում ենք, եսիմ ինչ ենք անում։ Ասենք ինչի մասին են մտածում, էլի այդ քայլին գնալուց առաջ ինձ այդ հետաքրքրում։ Պլյուս երկրորդ հարցն է ինձ հետաքրքրում։ Այս քաղաքական անբարոյականները, որ դուրս են գալիս հայտարարություններ են անում, որ ինքը Նիկոլին դեմ էր խոսում, դրա համար խփեցին։ Այս հոգնածները։ Դու ասում ես Բերդերում խաղը կա։ Լավ, այդ Բերդերի այդ խաղը հələ կոնտրոլի տակ պահելը հələ մի փոքր դժվար է։ Բայց դե համացանցում էլ ակնհայտ զրպարտում է։ Բայց դրանց հետևից ով պետք է գնա։ Հենում են համացանցում էշեշ դուս են տալիս, ստերը փչում են հակապետական, ընդ որում ժողովրդին ահաբեկող հայտարարություններ են անում, ոչ մեկ իրանց հետևից չի գնում։ Պարզա խիա սենց։ Կա ոչ մի կոնտրոլ, որտեղ գոյություն չունի պատժելիություն, օրինակ այսօր ես որ բարձրաձայնեցի Վարդանիկի արած հայտարարությունները, հա, մենք մեզնից ինչ ենք ներկայացնում, որ մենք պետք է լինենք նյութենական պետություն։ Հարցը ցակում մենակ կտցրածը չէ կարա այդպես բան արտահայտի, իմ համար ինքը համար 1 թշնամին է, всё։ Ասենք ինչ է նշանակում նման հայտարարությունը։ Դուրս է գալիս մենք քրեական այդ օրենքը ունենք։ Բայց թերի է ախպեր ջան, թերի է։ Եթե ինքը չի աշխատում այդ օրենքը, ես համարում եմ այդ օրենքը թերի, որի իրավունքը ունեմ։ Խնդիրը նրանումն է, որ օրենքը չի գործում։ Խնդիրը դրանումն է։ Հիմա ներկայությամբ Էդվին ջան, համատարած թալանում են մեքենաները։ Հայլիներ են տանում, եսիմ ինչ են տանում։ Այն օրը բանը, հերոսի երկու ոտը կորցրած պատերազում, երկու ոտը կորցրած, տղու հայլիներ են նորից տարել։ Արա սրանք ոչ սրբություն ունեն, ոչ թասիբ ունեն, ոչ պատիվ ունեն, բայց ես վստահ եմ։ Թե իրավապահ մարմինները, թե այդ նույն աշխարհի տղերքը շատ լավ գիտեն այդ ովքեր են անողները։ Շատ լավ գիտեն։ Ինչ էլ չգիտեն, այսպես իմանում են, որ իրանք պետք է գալիս։ Բացի թող այս վիճակը պետք է վերցնեն կոնտրոլի տակ։ Որովհետև ավելի վատ օրեր է գալիս, ես ձեզ ասեմ։ Այն որ ռուսը սկսել է программа уничтожения, утилизация этой փաստը։ Պուտինը այդ програмման սկսել է։ Ու այն հայերը, որ լոչվում էին Ռուսաստանից, իրանց տուտուզները պահելու համար, լոչվում էին հայրենիքից վրա, լոչվում էին կառավարության վրա, այն ժողովրդի վրա, ովքեր որ ընտրել այս կառավարությանը, հիմա կամ իրանք պետք է ղժալով գոռան, մեր վրա նորից նույնը անեն, կամ էլ իրանք ուտիլիզացիա են լինելու։ Իրանք արդեն պետք չեն Պուտլերին։ Որովհետև իրանք մակարդակով, իրանք գործունեությամբ ուժ չունեն։ Ոչ Հայաստանի Հանրապետության վրա, որպես պետություն, ոչ էլ հայ ժողովրդի վրա, որտեղ ժողովրդը իրանք տերյակի տեղել չի դնում։ Ուստի դուս է գալիս, որ իրանք բեսպալեզնի մատերիալ են, որ այսքան ժամանակ ծառայել են Պուտլերին։ Ու հիմա հերթով սկսելու է վսկաշը, սկսելու է հերթով սաղին քերելը, բիզնեսները ձեռներից վերցնելը, ու վդրուկ մեր պասոստվաներում ինքնասպան լինելը։ Հարցը չէ ցակում։ Այդ ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թեկուզ եւ հանցավոր գալիս հանձնվում է Հայաստանի Հանրապետության հպատոսարան Պիտերում։ Ու վդրուկ զուգարանում ինքնասպանալն է։ Դուք հասկանում եք Պուտլերի ձեռքերը ուր է հասնում։ Որ ուզում ես 100 հպատոսարան ու եսի միշտ տնգի Ռուսաստանի Դաշնությունում։ Դա քոնը չի, հայ ջան։
դա իր տարածքն է։ Ինքը չի ընդունում դա որպես Հայաստանի Հանրապետության տարածք։ Իր լյուբոյ մարդը կարա մտնի զուգարանում ինչ որ մեկին ինքնասպանության հասցնի։ Պետք է մենք մի հատ հասկանանք, էլի, ի վերջո, այս ժողովուրդը, չգիտեմ, ես արդեն հոգնել եմ այդ բառից, հայրենասեր, թասիբ, նամուս, արդեն չեմ էլ ուզում այդ բառերը օգտագործեմ։ Պրոստո ուղիղները խոդի տվեք, հասկացեք, որ այսօր կաս, վաղը չկաս, ուզում ես միկրոֆոն գզի, ուզում ես անունդ բլոգեր դիր, ուզում ես անունդ դիր բան, թույն բիզնեսմեն, պիպոյա տիպի։ Ինչ է ձեր հարցը տեղ։ Այսենց, սեկունդալնի, բիզնեսը ձեռիցը տառնում են, քեզ էլ միտեղ կախում են, դու սովսենարուշտը գրում ես, որ ոչ մեկին չմեղադրես, всё։ Ինչն է խնդրեմա։ Ես իմիջ չեք ներկայացնում ձեզ այդ Ռուսաստաններում։ Մեկը խելքի կան, հերիքա իրար սամասուդանեք, հերիքա իրար վիրավորեք, հերիքա իրար տակ քանդեք, հերիքա իրար փողերի համար, որ իրար տուտուզները պատառոտում են, դրանց համար ծառայեք, հերիքա, որտեղ ձեր կյանքերն ա գնում։ Այդքան TikTok-ներում մարդ գիտեմ, հելել են այդքան Քոչարյան, Սերժ, ես ինչ են արել, Փաշինյանի վրա ցփնե։ Հիմա որ ձերբակալված են։ Ես ումա Քոչարյանին իրանք պետք են, Քոչարյանի ոտերին չի։ Դու բերդում եք, որտեղ եք։ Այդ նույն տեր հայրերը, որ հելան պետության դեմ։ Այդքան քակ կերան դե արու մի ասա։ Կներեք արտահայտությանս։ Ասե տերորիստների հետ են համագործակցում։ Տերոր են ուզում անեն, արուն են ուզում։ Ուր են գնում սենց։ Ինչքան են դուք ելնեք սենց գորակ, դավաճան ասեք, թուրքամետ ասեք, ինչ ասեք։ Դուք գնալու եք մեկը անկողին պարկեք քնելու, հիշելու եք որ ոչը ձեզ ոնց է թալանել։ Ոնց է ձեզ խափել։ Ոնց է ամեն ինչ տվել ռուսին։ Ու ռուսը չի թողել որ զարգանաս, դաժե էլեմենտարնի հաստոցը, որպեսի ուսումնական հաստատություններում սովորեն ուսանողները, թույլ չի տվել որ մտնի մեր երկիր։ Դրա իրավունքը չենք ունեցել։ Իսկ հիմա գիտենք որ կա արտաքին վտանգ, գրող են սերցավ են, ինչ են կապ չունի, մեր հայերն են։ Արտաքին վտանգ կա, որ իրանց հարցերն էլ կարող է հերթով սկսի լուծել։ Մերի ջան, եթե թույլ տաք մի երկու բառ այդ թեմայով ես ասեմ։ Նախ թեման շատ ծանր թեմա է, անձամբ իմ համար, որովհետև նմանատիպ իրավիճակները Հայաստանում ընդհանրապես մարդկային կյանքում անհանդուրժելի է ու դատապարտելի է ու պետք է նման իրավիճակներում խիստ պատիժներ լինեն, որպեսզի նախադեպ չծնի, այսինքն անպատժելիությունը միանշանակ ծնելու է նոր հանցագործություններ։ Ես նախ ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ընկերներին, Փարաքար համայնքի բոլոր բնակիչներին, ինքը լեգիտիմ ղեկավար էր, ժողովրդավար Հայաստան մայո ընտրված ղեկավար էր ու չպետք է նման բաներ, կապ չունի, որ ինքը դիմադիր հայացքներ ուներ, նորմալ է, ժողովրդավարությունում հենց այդ ձևեր պետք է լինի։ Եթե մենք նայում ենք Էդվինի ասած վարկածի տեսանկյունից, միանշանակ ամենայն հավանական վարկածն է, ինչը ես կիսում եմ Էդվինի կարծիքը, բայց նաև ես ունեմ իմ սեփական վարկածը, որ ավելի քաղաքական է, մակրո քաղաքական, հա, ոչ թե ներքաղաքական, ավելի դուրս։ Ես մտավախություն ունեմ, որ նմանատիպ գործողությունները ընդդեմ Հայաստանի Հանրապետության զարգացում կունենա, եթե այս գործը շատ արագ չբացահայտվի։ Սա պետք է շատ արագ բացահայտվի ու միանգամից հանրությանը տեղեկացվի, իրազեկվի մանրամասն, նու այնպես որ գործի նախաքննական շահերին չվնասի բնականաբար, բայց այնուամենայնիվ հանրությանը տեղեկացվի ինչ է իրականում տեղի ունեցել։ Եթե չեղավ, դժվար բացահայտվեց կամ չբացահայտվեց, դա շատ վատ է։ Երկրորդը, ես նաև տեսնում եմ, որ ասում եմ բանը, այդ իմ վարկածի երկրորդ մասը նա է, որ դա ուղիղ կառավարելի կարա լինի ուղիղ Ռուսաստանից, որովհետև Հայաստանում ներքաղաքական կյանքը ապակայունացնելու հնարավորություններից մեկը նմանատիպ գործողություններն է, ինչը որ տենց նոր չի ու ռուսին խորտ չի։ Նմանատիպ գործողություններով կարան Հայաստանի ժողովրդավարությանը լուրջ հարված հասցնեն, Հայաստանի իշխանությունների ժողովրդավար կերպարը, Հայաստանի լեգիտիմ ընտրված իշխանությունների կերպարը ցեխոտեն, մրոտեն միջազգային հանրության եւ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի առհասարակ համաշխարհային մակարդակով նսեմացնեն։ Եվ դա հիմք հանդիսանա
ժողովրդավարությունը, նաև ժողովրդավարությունը նսեմացնեն, որովհետև ցույց տան, թե ինչ է նշանակում ժողովրդավարությունը առհասարակ։ Ժողովրդավարություն նշանակում է սպանություններ։ Որ ժողովրդավարությունը էդի վտանգ է, էլի։ Այո, վտանգ է։ Ուստի ես Կներես Արսեն ջան, ուրեմն 070 ռեխտելի տենց բացեցի հիմար գնալու ես բլոկ։ Ասա։ Ես կուզենայի, որ շատ արագ իմ ցանկությունը նա է, որ շատ արագ բացահայտվեց սպանությունները ու կանխվի ու իրավապահ աղմակարգը շատ ավելի մեծ աշխատանք ունի անելու այսուհետ ոչ միայն այդ դեպքի հետ կապված։ Հա, ոչ միայն այդ դեպքի հետ կապված, ես կարծում եմ նաև արտաքին հետախուզությունը շատ ուժեղ պետք է աշխատի այդ ուղղությամբ, ազգային անվտանգությունը պետք է շատ ուժեղ աշխատի այդ ուղղությամբ, որպեսզի նմանատիպ իրավիճակները կանխվի։ Բայց նաև ուզում եմ անդրադառնամ քո կողմից շեշտադրված մի շատ կարևոր մտքին, թեզին, որը որ ներկայացրեցիր ընդդիմադիրների կողմից նման ծանր իրավիճակը քաղաքականացնելու ու հատկապես անձամբ Նիկոլ Փաշինյանին սպանության մեջ մեղադրելու հայտարարությունը։ Ես վստահ եմ, որ Պուտլերը չի կանգնելու, այն ինչ որ Պիտերում կատարվեց, ինքը կանգ չի առնելու, ու սենց հերթով դնելու են Նիկոլ Փաշինյանի վզին։ Սա օգտագործելու են, հերթով սենց վզքաշ են անելու իրանց մակլավիկներին, ու անունը դնելու են, որ սա Փաշինյանն է արել։ Այո, միանշանակ համաձայն եմ, որ Էդվինի վարկածը, ես ի սկզբանե ասեցի են ամենահստակ վարկածն է, որովհետև ես էլ ծանոթ եմ այն ինչը որ ասեց Էդվինը, ինքս էլ շատ լավ ծանոթ եմ ինչա տեղի ունեցել այս տարվա սկզբին, հենց նույն Փարաքար համայնքում ընտրություններից առաջ, ինչպիսի լարվածություն կար կողմերի միջև, կլանային լարվածություն է, իրանք կլանային կողմեր են ու իրենց մեջ լուրջ բախումներ եղել է ու այդ բախումները շարունակվել է ընթացքում էլի տենց լեզվակռվի եւ այլը տենց լարվածություն, ճշնամական լարվածություն եղել է ու չեմ բացառում որ հենց այդ լարվածությունը ծնելա նման իրավիճակ միանշանակ այդ ամենաառաջնային վարկածն է Էդվինինը էդի չի քննարկվում բայց նաեւ չպետք է բացառել նման իրավիճակները ինչի մասին ես ասեցի Մերի ջան մի բան էլ ավելացնեմ այն որ ասում են պրոֆեսիոնալնի կիլլերը եղել բանման կներեք էլի ժողովուրդ ջան պրոֆեսիոնալնի կիլլերը տես չի աշխատում ինձ կներեք բայց ես կասեմ իմ կարծիքը դա պրոֆեսիոնալնի կիլլեր չէ հա կարող է կռված տղա եղել բայց նա կիլլեր չի կիլլերը նման ձև չի շարժվում հիստերիկ շարժումներ չի անում այո կոնտրոլնի վիստրոլը խփում է բայց նման հիստերիկ շարժումներ չի անում էդի չեմ անում ով էր համենայն դեպս դա կիլլեր չէր Մերի ջան ներողություն նաև Պիցերի մեր հյուպատոսարանում տեղի ունեցած դեպքի մասով էլ մեկ լրացում անեմ միանշանակ տվյալ անձնավորությունը չէր կարող զինված մտնել հյուպատոսարան որովհետև այնտեղ կա անվտանգությունում նախ ինքը անցնում է հետո նոր մտնում է բան հյուպատոսարան իր մոտ միանշանակ զենք չի եղել իսկ հյուպատոսարանում միանշանակ ամեն ինչ վերահսկելի է այնպես որ ես ինքնասպանության վարկածը միանշանակ մերժում եմ Իսկ ինքնասպանության ձևը ո՞նց է եղել, կապել է, ինչ է արել, որ զենքից է։ Կրակել են։ Օ, բարձա։ Չէ, ես որ վստահ եմ, որ ռուսի ձեռքերը յուրաքանչյուր մեր հուպատոսարան կնի, թե դեսպանատուն կնի, ձեռքերը հաստատ կհասնի, որովհետև ռուսը չունի նման մտածելակերպ, դա դեսպանատուն է, դա իր տարածքը չի, ինքը չունի այդպես բան։ Ու չի էլ ունեցել։ Ուստի ես վստահ եմ, թե ինչի համար են այս մարդուն խփել թե ինչ են արել չեմ անում սպանության ձևը չգիտեմ նու բանում պետքարանում գտել են կրակված այդ ձև գուցե այդ ձև չի այդ ձև ինչ նյութ որ ինձ հանդիպեց այդ սխալ նյութ չգիտեմ բայց ինձ այդ ձևի նյութ է հանդիպել ես դրա համար եմ այդ ձև ասում էլի ցիտում եմ այդ իմ ինձ հանդիպած նյութը մեր նախին ժողովրդին մի հատ բացատրել թե ինչի մասին է խոսքը Ժորժ ջան սա այդ փարաքարի սպանության հետ կապ չունի ուրեմն Ռուսաստանում հայկական հյուպատոսարանում մի հայ մտել է ներս որ եկել է հանձնվի ինչ որ բան ու սպանություն է տեղի ունեցել ասում են ինքնասպանություն է բայց սպանություն է եղել ու մի մարդու մասին է խոսքը ով Ռուսաստանում դատապարտել են կամ ինչ որ փող են ուզեցել պետական մակարդակով հետ բերեն մի խոսքով FSB-ի մատը շատ ուժեղ խառն է այստեղ եւ սա էլ հիմա ընդդիմադիրները մատուցում են որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում սպանեց այսինքն Էդվին ջան ներողություն այդ մարդը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ներողություն Արայիկ Հարությունյանի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում Ես սենց ասեմ հա փողերի լվացման շատ քաջ տեղյակ
ոմն անձնավորություն, որի վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի Հանրապետությունում, ինքը եկել է հուպատոսարան, որպեսի հանձնվի, որպեսի հուպատոսարանը էքստրադիցիա անի Հայաստան, որպեսի ինքը ստեղ դատվի, իր իրավունքները պաշտպանի եւ այլն եւ այլն, որովհետեւ ինքը հասկացել է ինչա կատարվում, սենց ասեմ, ուզեցել է փախնել Ռուսաստանից, գաս է թեկուզ դատվի, բայց ողջ մնա, բայց չի հասցրել։ Այն հայտարարությունը, որ ինքը արել է վիդեո ռոլիկով, որ ինքը եկե հանձնվել է Պիտերի հուպատոսարանում է գտնվում ու խնդրում է, որ Հայաստանի Հանրապետությունը էքստրադիցիա անի Հայաստան, որպես իր դատաքննությունը, դատավարությունը ընթանա ստեղ ինքն էլ ներկա առնի ու ինքը իրենց պաշտպանի, որ իրավունքը ինքը ունի։ Մի քանի ժամ հետո իրան գտել են հուպատոսարանի զուգարանում մահացած։ Անուն էլ դրել են բաներած։ Դատարանից փախել, գնացել է հուպատոսարան, որ փրկեն, ընդդեմ մահացել է, ինքը իրան չի բան արել։ Ուրեմն, Մերի ջան, մի փոքր այս մասը թողնենք, մի հատ վերադառնանք փարաքար։ Փարաքարի առումով սենց մի հատ բան կա, տեսեք, այնտեղ սպանություններ ա եղել ու Արսենը ճիշտ ասում, հավանականությունը ես որ ասում եմ մեծ է, որ հենց այդ կլանային սպանություններն ա եղել, մանավանդ Արսեն ջան, որովհետև ասեցի, երբ որ ես Հայաստանում էի, անցած տարի այդ կլանի ներկայացուցիչներից մեկը, որին ես փորձում էի համոզել, որ սպանությունով չպետք է հարցը լուծվի եւ ուրիշ ձևով պետք է լուծվի, ասում էր, չէ, Էդվին ջան, մենք լուծելու ենք այդ սպանությունով։ Մի խոսքով, ես սա իմ համար ես չզարմացա, երբ լսեցի sense բան եղել, սա լինելու էր, թե ով կլիներ կոնկրետ, կլիներ համայնքապետը, թե իր աղբերը, որտեղ այն առաջի սպանության մեջ իր աղբերն է։ Բայց նույն կլանային համակարգն է, ես չզարմացա, բայց sense մի հատ բան ասեմ, Ժորժ ջան։ Արսենը ասեց, բերեք բոլորս միանանք Արսենին, հարազատներին, ընտանիքներին, ուժ, համբերություն, թող հոգիներն էլ լուսավոր լինեն, մեր հայերն են, ես քաղաքական բաներով այտենց չեմ զբաղվում, մարդը մահացել է, ուղղակի sense մի հատ բան։ Տեսեք, նորությունները մտա ու հիմնականում Սերժիկի նորություններն ու Քրչիններ։ Ինչ են գրում, ընդդիմադիր Վալուդյային Նիկոլը սպանեց։ Այն ամենավերջի գիծը մենք գիտենք, Եռաբլուրը արդեն պրծեցին, Ծիծեռնակապերտը պրծեցին, մարդը մահացել է, պրծում են, կադրեր տեսա, ուղղակի ես այդ ընտանիքից եմ զարմանում, այդ Վալուդյայի շուրջը ուժեղ տղերք հավաքված կային, ես մի քանիսին էլ ճանաչում եմ, խելքը գլխին մարդիկ։ Այդ լրագրողը գնաց է մտել է իր տուն, հորը, որը կանգնած լացում է, դե իր զավակին են սպանել։ Ուզում է քաղաքական դիվիդենտներ հավաքի, ասում է ուզում է նենց հարց տալի, որ հերը ասի Նիկոլը սպանեց տղուս։ Պատկերացնում ես, հորից չեն ստանում պատասխան, այդ մեն մոր մոտ, մորն են սկսում բան անել։ Լավ, այդ հները որ պիղծ են, այդ լրագրողները որ ոչ մի սրբություն ունեն, գիտենք, բայց լավ, Վալուդյայի շրջապատում դուք իր ընկերներ, մոտիկներ, անձամբ զրուցել եմ, ուղիղ եթերել եմ հրավերել Վալուդյայի ընկերներից, իր այդ բանից զրուցել ենք։ Եղբայր, ձեր մեջ մի հատ կան, լիքը թասիբով տղեկ են, բա ուր էիք։ Բա ուր այդ լրագրողները մտել էին այդեք, մենք հոս շատ ես ու դու շատ լավ գիտենք, որ ստեղ ով ումա սպանել, ինչի է սպանել։ Ինչի եք թույլ տալիս այդպես բան։ Կամ Facebook-ով կամ բանով նայում եմ, ինչի եք այդպես ակնարկներ անում, որ Նիկոլը սպանեց, այն սպանեց, այն սպանեց։ Եթե ակնարկը նրանում է, որ Նիկոլը ոստիկանությանը այդ վերահսկողությունը չի եղել, այն գերջան, դուք փետրվարին գնացեք խարխի տղուն սպանել եք։ Հիմա եկել են ձեր տղուն են սպանել։ Ես երկուսն էլ չեմ ասում լավա, չի կարա լավ լինի, երկուսն էլ անթույլատրելի է, գալատ է կարել երկուսը։ Մարդու կյանք եք խլել։ Բա հիմա եկել եք սենց իրար գողականով, ոստիկաններով, բանով իրար հետ խառնել եք սակման, հիմա Նիկոլն է մեղավոր։ Նիկոլը այնքանով է մեղավոր եւ պատասխանատու։ Ինչքանով նա պատասխանատու է ամեն Հայաստանի հարցերին։ Բոլոր ինքը վարչապետն է Հայաստանի, բոլոր ամեն ինչ կատարում է ինքն է մեղավոր։ Լավ բանալ կատարում ինքն է մեղավոր, վատ բանալ լինում էլ ինքն է, ես համաձայն եմ։ Բայց մի հատ հետ գանք մեր մեջ էլի։ Իրար հետ երկու խումբ, իմիջիալոց սա էլ ասեմ, Մերի ջան։ Մի քանի բան sense բաց կթողեմ, բայց չեմ շատ լուսաբանի։ Վալուդյան ինքը, երբ որ ընտրությունների ժամանակ, մանավանդ անցած այն առաջի անգամ, ընտրություններ էր 10 շիկներից հակառակորդ, որը իր դեմ էր աշխատում ու այդ ավտորիտետներից, Սերժի 10 շիկներ։ Այսինքն Սերժն ու Վալոդը իրար դեմ էին կանգնած։ Այնտեղ էլ ասենց հարցեր եղել, համարյա իրար խփել ա եղել։ Սերժի քանախի են ու գոռում, որ Փաշինյանն է սպանել, եթե տենց հարցեր էլ ա եղել, թե մտածում ա դա տենց մնալու է ծածուկ էլի։
Հիմա լսի, հիմա ներկայությամբ այդ նարատիվը, որ Նիկոլն ասում է, Սերժն է տարածել։ Այդ շունշան որդին սրա մեջ կա։ Պարսենի այդ վարկածը, որ ասում է կարող է վարկած կա, որ կարող է նույնիսկ սարկած է, ինչ որ իրաց մեջ չի, կա այդ վարկածը, դրա մասին էլ է խոսացվել։ Ռուսական Սերժիկի անունն է շոշափում եւ այլն եւ այլն։ Այստեղ մենք պիտի հասկանանք, որ դու չես կարա համ լինես քրեական ավտորիտետ ինչ որ բան, համ ոստիկան, համ դատավոր, համ քաղաքական գործիչ, համ տերտեր, այդ քոչի Սերժի տարիներին եղել է այդպես բան։ Կարող լիներ, որ տերտերը համ դաշնակի էր, համ գողական էր, համ մլիցա էր, այդպես բան, այլ հիմա չի կարող լինի։ Դրա համար իրանք բոլորը պետք է կողմնորոշվեն։ Իրանք որ թեպի վրա են գնում, իրանք ուղղությունը ընտրեն ու դրա հետևանքներով հանդերձ։ Սա էլ բաց թողնեմ։ Ասեմ ու ասենք կլրեմ, դուք ասեք։ Հաջորդ կայարանը հիմա փարակար էր, չէ՞։ Հիմա մենք սպասում ենք, որ փարակարում ինչ որ բան լինի, հաջորդ կայարանը Գյումրիում է լինելու։ Ում մեջ։ Եթե արդեն նորից եմ ասում, եթե ում մեջ ոնց անենք, որ չլինի բան, ինձ այդ հաստիկը հրավիրեն, թող ասեն, արի այս գործը կա, ես էլ նախորդ ասեմ մերժել եմ, ասել եմ չեմ գալիս։ Ես գիտեի, որ դու այդ վերջի բառերը ասելու ես։ Հա, ես համամիտ եմ Էդվինի հետ, հենց առաջի հաջորդ կայարանը հնարավոր է որ Գյումրիում լինի, որովհետև տրամաբանությունը հուշում է, այսինքն այս իրավիճակին լրացնող հետագա իրավիճակը բխում է Հայաստանի անկախությանը դեմ գործող ուժերի շահերից, որի կրողը, կառավարողը, թելադրող ու պարտադրողը ռուսական ՖՍԲ-ն է։ Այսինքն անել ամեն ինչ Հայաստանում ներքաղաքական կյանքը խարխլել, քաոսի վերածել, որպեսզի ռուսական ուժերը ըստ Հայաստան ՀԱՊԿ պայմանագրի կարողանան զորքեր կենտրոնացնել Հայաստան եւ այդ զորքերով Հայաստանում իշխանությունը խլել։ Ես չեմ բացառում Էդվին ջան, որ այդ տարբերակը նույնպես աշխատի, էդի կարան դաժե մեր ասածը լուրջ էլ չընդունեն, բայց ապագայում տեն, որովհետեւ այլևս Ռուսաստանի լարած տասովչիկները Հայաստանում սպառված են ու սպառելա ժողովուրդը դրանց բոլորի դիմակը պատռելա, դրանք այլևս գործազուրկ են, անդամազուրկ են, իրենցից ոչինչ այլևս չեն ներկայացնում, այսինքն ժողովրդի կողմից իրենց խոսքը լուրջ չի ընկալվում, ուստի որևէ սպառնալիք ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի կարող լինել եւ դա Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ դրանք այլևս սպառված են։ Ես արդեն ասեցի, որ իրանք արդեն գործոն չեն ու չեն էլ եղել, Ռուսաստանը համոզվեց, որ իրանք ոչ մի ուժ չունեն թե պետության, թե ժողովրդի վրա, հարցը դա չի, բայց չի նշանակում, որ պետք է իրանք sense ինչ ուզենան բլթացնեն։ Հիմա մի պահ պատկերացնենք։ Հաջորդը, ոնց որ Էդվինն ասում է, Գյումրիում է տեղի ունեցել հաջորդ կայարանը, սենց ձևակերպենք, էլի։ Միանշանակ աղմուկը երրաքառապատվելու է, տասնապատվելու է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բոլոր ընդդիմադիր համայնքապետերին հերթականությամբ գնդակահարում են։ Ոնց որ այսօր գիտես ինչ եմ տեսել, այսօր ասում է բանը Վալոդյայի հաղթանակը վճարեց, չէ, Վալոդյան իր հաղթանակը վճարեց իր կյանքի գնով։ Բանը մեկն էլ դրել է, բայ մինից պաթոսախեղտ վիճակ էր, վայ այնքան տհաճ էր, այս տղերքի սպանությունը, այս սուքը, այս դժվարությունը, այս ծանրությունը, որ պետք է մարդկանց ընտանիքների կողմ մի հատ քաղաքական մեծ դիլեմա են սարքել, դրել են սեղանին ու իրանց քաղաքական դիվիդենդներն են փորձում ավելացնեն։ Չի հոսսրփապիղծ չէ։ Սրփապիղծ են դրանք։ Քո ասածով այդ նույն ձևով համատարած տարածվեց կոորդինացված։ Սա ասում են, նորից եմ կրկնում, սա Սերժիկի գլխի տակ է։ Շունշան որդի Սերժիկի գլխի տակ է։ Սերժիկի կլանը թեմը սա տարածում է։ Նայեք, Աննա Մկրտչյանը, այն Թալանչի հերը գորած։ Հա, ինչ անում, ասում են Նիկոլին դիմադրում էր Վարոդյա Գրիգորյանը, ընդդիմադիր համայնքապետ, ու Նիկոլը նրան սպանեց։ Նիկոլին դիմադրում էր Արմեն Գրիգորյանը, Արկաշի մասին է խոսքը։ Ու Նիկոլը նրան սպանեց։ Բայց թե կորոշեք չդիմադրել, դա էլ Նիկոլից չի փրկի։ Հղի Սոնա Մնացականյանին Նիկոլը նույնպես սպանեց։ Հələ սրանց բանը մարտավարությունն է, ու այն ամենապիղծ ձևով Սերժիկի գլխի տակ։ Ու նորից եմ կրկնում, Սերժիկի մասնակցությունը այս սպանությունների մեջ։ Մի հատ ընտրություններին նայեք։ Այն առաջին ընտրությանը մի հատ նայեք, որ չեղավ հետո նոր այս տարյանին, տեսեք ՀՀԿ, տեսեք ինչ դերակատարություն ա ունեցել։ Ու այս կլանային սպանությունները, մանր թայֆա իրար հետ բան։
Նորից եմ կրկնում։ Գյումրի լենինական իրանց ձևով ասեմ, հաջորդ կայարանն է։ Ասեմ, որ այդ պատկան մարմինները կարող են ինչ-որ մի բան շարժվեն, ինչ-որ մի բան անեն։ Այնտեղ նախորդ սպանությունները արդեն եղել են։ Ու այդ հակառակ քայլը երկար ժամանակ պատրաստվել է։ Սա այն չի, որ Ռուսաստանից հրամանակ ալի։ Նա ուղղակի օգտագործում է։ Հայաստանում ինչ-որ սպանություն լինում է, նրանք շուտ օգտագործում են։ Ասում են մի հատ Նիկոլի վերով արեք կամ սրա վերով նրա վերով։ Բայց այդ շարժումը լինելու է։ Ու սա լինելու է այն պատճառով, որ պատկան մարմինները բավականին վերահսկողություն չունեն, եւ մյուս մասով էլ ասեմ, քրեական աշխարհում նրանք, ովքեր պիտի վերահսկեին, նրանք էլ են երկու մասի բաժանված, ու ամեն մի խումբ իր գծով գնում է, որը չի նպաստում բարելավման այդ հանցագործ աշխարհի։ Եթե հանցագործ աշխարհ կա, որը կա, աշխարհի բոլոր երկրներում կա, ապա նա պիտի վերահսկվի եւ պատկան մարմինների կողմից, եւ ներքին ավտորիտետների կողմից, ինչ որ այդ մարդկանց կողմից, ովքեր այդ բարոյական մանր մունր թեկուզ բաները ինչ որ պահպանում են։ Եթե դա չկա, սպանություններ է տեղի ունենում։ Ու աճ ձախ։ Ասենք ինչի պիտի 30 տարեկան ջահել տղեն սպանվի կամ 42 տարեկան 4 երեխու հերը սպանվի։ Ես չեմ ասում լավն են, վատն են, դա հարց չի քննարկվում։ Դա օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ինչի պիտի սպանվի Երևանում sense ազնվորություն։ Ու ինչի պիտի իմ համար դա զարմանալի չլինի։ Հիմա տեսեք Գյումրու մասին խոսում ենք, չէ՞։ Աստված տա, որ մի տարի հետո թեկուզ ասեք այդին, տեսար ասում էր Գյումրի, բայց ուրա չկա, Աստված տա։ Ժողովուրդ հայտարարություն անեմ, շարունակենք։ Ժողովուրդ, ուրեմն եթե մարդը անշնորհքություն, քֆուր, քյափար չի գրում, չի լոճվում, ես չեմ բլոկում։ Անի, եթե ինչ որ ոչ հարիր բառեր կօգտագործի, ժամանակ կբլոկվի։ Անին երևի մտածում է, որ Նիկոլը խափեբայ է, դավաճանա, օքեյ, թող այտենց անընդհատ գրի, դուք գործ չունեք, իրան մի պատասխանեք, դուք մի շեղվեք, ինքը ձեզ է շեղում։ Շարունակում ենք, տղաներ ջան, ուրեմն Այդ բանի Աննա Մկրտչյանի մասով մի բան էլ ես լրացնեմ։ Ուրեմն այս առաջի պրիստուպը, որ ստացավ այդ բանից էլի, այդ քաղաքական պրիստուպը, որ ստացավ։ Սա ուղղակի բնաբար ստանում է։ հա, սա քանի որ ֆաս հրամանը ստացել էր իր քաղաքական ներողություն, իր սիրելիից, որ պետք է այտենց բան անի, այդ ոգևորված այդ պրիստուպի մեջ հելավ նման բաներ արտահայտեց, դա ուղղակի ինքը չի հասկանում ինչ անում։ Անկեղծ ասում եմ, ինքը չգիտի, ինքը անուղեղ է։ Իր ուղեղը չկա, որովհետև ուղեղ ունեցող մարդը, եթե քո ձեռքի տակ նման փաստ գոյություն չունի, դու չես կարող նման բան հայտարարես։ Ես շատ կուզեմ ինքը ենթարկվի պատասխանատվության, որ նաև կանխվի նմանատիպ sense բաների հայտարարությունները։ Ասենք, էսի մեր պետությունն է, էլի, էսի քրչի բազարը չի, էլի։ Ասենք, պետք է օրենքի դիկտատուրան միանշանակ սկսի գործել։ Պետք է գործի օրենքի դիկտատուրա, որպեսզի բոլորը հասկանան Հայաստանի Հանրապետությունը օրենքի երկիր է։ Եթե չհասկացան, եթե նմանատիպ իրավիճակներ եղան, ու այդ իրավիճակները չբացահայտվեցին, մնացին առանց բացահայտվել, ոչ թե շարունակվելու է, այլ ծավալները մեծանալու է։ Ու դա պետության անվտանգության լուրջ խնդիր է լինելու։ Դրա համար օրենքի դիկտատուրա պետք է սկսվի, պետք է գործվի շատ խիստ ու համապատասխան պատասխանատվության ենթարկեն նմանատիպ հայտարարությունները ու նմանատիպ դեպքերը։ Ես ուզում եմ ավելացնեմ քո բառերին, այլ տեսանկյունն է։ Ուրեմն նման բարդակի մեջ, ճակերտավոր բարդակի մեջ, շատ բաներ է բացահայտվում։ Այսինքն, երբ որ չի լինում այդ ճնշող այդ ռեմենը, հա, այդ օրենքի դիկտատուրան ոնց որ դու ես ասում, այդ բացի թող վիճակի մեջ շատ բան է բացահայտվում, Արսեն ջան։ Բայց հիմա մենք եկել ենք այնպես հատված ժամանակահատված արդեն։ Հաշվի առնելով թե Ռուսաստանում ինչ է կատարվում։ Ու ինչեր կարա անի այդ նույն ռուսը, թեկուզ եւ թուլացած, թեկուզ եւ մի ոտը կտրած, կապ չունի։ Ինքը վնասելու ի վիճակի է։ Հա, ինքը չի կարա բաց պատերազմ սկսի Հայաստանի Հանրապետության դեմ, դաժե Բաքվի դեմ, որի հետ ունի սահման։ Դաժե վրացու դեմ չի սկսի հիմա, որտեղ ինքը թույլ է։ Հիմա Մոսկվան են արդեն ռմբակոծում։ Երեք Մոսկվասիցին են կողքը ռմբակոծել են։ Այսինքն ինքը թույլ է, բայց վնասելու համար ինքը միշտ ի վիճակի է։ Ես չեմ մոռանա ոնց ինքը եկավ վլաստի։ Ինքը բռնեց սեփական ժողովուրդը, թաղեց շենքերով։ Ցելի շենքեր թաղեց, որ իր վլաստը ուժեղացնի։ Ես գիտեմ իր մեթոդները։
Ու հիմա այն ինչ որ ինքը սկսել է տարբեր բիզնեսմենների նկատմամբ ադրբեջանական կամ հայկական, հա, Էդի ես շատ լավ եմ պատկերացնում, ես գիտեմ իր մեթոդները, բայց այն ինչ որ ինքը կարող անի մեր երկրի մեջ, քանի որ մենք 5-րդ շարասյուն ունենք, էլի։ Իր գործիքները մեր 5-րդ շարասյունն է։ Ուստի պետքա բոլորն էլ զգուշ լինեն։ Բոլորն էլ, սկսած մեր քաղաքական գործիչներից, համայնքապետերից, քաղաքապետերից, բոլորն էլ պետքա լինեն զգուշ։ Ու ասեմ ավելին, ընդդիմություն կոչվածները որոնք ցած վեր են թռում, որոնք ծառայում են այդ նույն պուտլերին, թող լավ հիշեն, որ այս պուտլերի ձեռով էլ կարող է գնա։ Հենց առաջի ռիսկային գոտում իրանք են գտնվում։ Որպեսի Փաշինյանին հանեն քաղաքական մարդասպան, ճիշտ է, փաստեր չեն ունենա երբեք, Փաշինյանը երբեք նման քայլի չի գնա, գնացողը վաղուց կգնար, էլի։ Չէր սպասի այսքան, որ այսքան լոճվեիք։ Բայց դուք բոլորդ ուդարի տակ եք։ Շուն եք, գել եք, նորից եմ կրկնում, իմ հայն եք, ես չեմ ուզում կակոնիբուս պուտլեր ձեր արունը թափի։ Զգուշ եղեք բոլորը, որովհետև եթե դուք մտածում եք, որ դուք սենց ճղում եք ձեզ, քաղաքական ինչ-որ գործիչի տեղ եք ձեզ դրել, իբր պետության մասին մտածող եք, բայց ռուսի ասած на самом деле служите России или Путлеру, դուք ուդարի տակ եք բոլորը, որովհետև ինքը հաշվի չի առնելու անուն ազգանունը, ինչա քան երեխա ունես, ինչ ես արել իր համար, ինչքան ես ծառայել իրան, կապ չունի։ Եթե իրան պետք եղավ, ինքը սրբելու է ձեզ, վսքաշ անելու, պուբլիշնի պրիչում։ Ու նմանատիպ իրավիճակները օգտագործելով այս վենդետաները, վրեժխնդրությունը, այդ ամեն ինչը Facebook-ն շատ լավ ուսումնասիրում է, թիրախները գտնում է, ռիսկային գոտիները գտնում է ու հարվածում։ Իրանց ձեռքով, հայը հայի ձեռքով։ Ժողովուրդ անի մի կպեկ, անի ոնց հասկացա մեծ կին է, մի կպեկ, ինչ գրում է թող գրի, ուշադրություն իրացրեք։ Ես խիստ կասկածում եմ, որ մեծ կին է։ Դե նենց գրեց ինձ դիմեց, որ ինձ թվաց մեծ կին է։ Արսեն ջան, այն որ սենց մի հատ բառ կա ռուսերեն, ասում է պատվայ սիտուացիա, հա։ Այսինքն տես ես նորից եմ կրկնում, 7 տարի արուններս խմում են այս ընդդիմությունը, չէ, բայց ես կյանքում չեմ ուզենա մեկի մատը փուշ մտնի, ես չեմ ուզենա մեկից մի կաթիլ արուն հանկարծ գա։ Բայց ես վստահ եմ պուտլերի մեթոդների վրա, վստահ եմ։ Ուստի եթե անգամ այս փարաքյարի պատմությունը ինչ որ ընտանիական կենցաղային բազար է եղել, վրեժխնդրություն է եղել, բայց պիծերինը հաստատ կենցաղային չէր ու այս երևույթը որ արվեց պիծերի հայկական հոպատոսարանում ինձ էսի ազդակ էր։ Ինձ համար սա ազդակ էր, որ հայերը Ռուսաստանի շատ զգուշ պետք է լինեն, շատ։ Ինչքան էլ դուք այլանդակը լինեք, դուք մեր հայն եք, զգուշ եղեք ու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներին կոչ եմ անում զգուշ լինեն։ Որովհետև մենք մոտենում ենք արդեն նորից ընտրություններին, ռուսի վժոցը դուրս է գալիս ու եթե դու կենթանում դեմ ես տալի պատին, ինքը ամեն ինչի սպասողնի է, ասենց ասեմ, հա։ Հիմա պուտլերը նման վիճակում է գտնվում, նենց որ զգուշ եղեք։ Ուրիշ ասելիք ունեք տղեկ ջան։ Մերի ջան, եթե Արսենը թույլ տա, ես ասեմ, տես, ես իհարկե այս եթերի ժամանակ այսօր ասեցի, որ պատկան մարմինները ինչ որ տեղեր կա թույլ անում են կամ ինչ որ ներսում հարցը չեն լուծել, չեն ուզեցել լուծել, եւ երբ որ ասում են պատկան մարմին, ի նկատի չունեն վարչապետին կամ ազգային ժողովին, ասենք դատախազությունը։ Բայց շատ հարցեր կա, որոնք լուծել են։ Այ օրինակ շատերը չգիտեն, sense անցնում գնում, այ օրինակ դուք գիտեք, որ մի ամիս առաջ կանխվել է Արամ Սարգսյանի սպանությունը։ Հա։ Ու այսօր դատարանի մոտ ես տեսա ծվծվոցը ոմն դիցուհու, լրիվ աննորմալ, մի հիվանդել էտա։ Մի բան ասեմ, նայ, երբ որ ուզում են օրինակ Արամ Սարգսյանը ԿՊ-ական չի, էլի ընդդիմադիր է, բայց Արամ Սարգսյանին ուզեցել են սպանեն։ Բայց հները չկան, ոչ մեկ չելավ ասի, ինչ եք անում։ Կամ ասենք Նիկոլի կամ ընդդիմադիր նորերից են սպանում, էս ով է անում, ինչ ան, ցենզուր չկա։ Բայց հիմա ասում են Նիկոլը սրան սպանեց, նրան սպանեց։ Հարգելիներս, այս մի սպանությունը որ եղել է, սա էլ պիտի կանխվեր։ Ես համաձայն եմ, ես ասել եմ, որ սա էլ գալիքներն էլ պիտի կանխվի, բայց լիքը կանխվել է։ Այդ հենց օրինակը Արամ Սարգսյանը ինքը փոքր մարդ չի, եթե
քաղաքական սպեկտրում վերցնես, Արամ Սարգսյանը շատ ավելի մեծ է, քան թե Վոլոդյան, որը սպանվել է համայնքապետ։ Արամ Սարգսյանը երկրի մակարդակով։ Ու կանխել են։ Նռնակնել են, բռնել իրանել են, բռնել իրա սխեմանել են, բռնել, որ գնացել է գրասենյակ, ստուգել է, ինչ է արել։ Մի խոսքով, ու այտենց վարկածներ շատ կա, որ նույնիսկ նորությունները չեն տրամադրել, որ ինչ-որ բան է կանխվել։ Աշխատում է համակարգը, բայց աշխատում է որոշ սեգմենտում, որոշ տեղեր թուլացում են, որովհետև կլանային համակարգն է այնտեղ։ Փարաքարում կոնկրետ ում գնաս այնտեղ մտնես ասես տեղ ինչա կատարվես, սաղ էլ գիտե ոչ մեկ զեն չի անում, ասում է այսօր գործնող չեմ էդ համասին։ Բայց դու ասում ես չեն կանխում, բայց իրանք գիտեն, բայց իրանք ոչ մի բան չեն անում։ Նույն բանը Գյումրիում, այդ կլանային համակարգերի մեջ այնտեղ էլ է հիմա տեղի ունենում։ Ու նույն դինամիկան, որը Երևանում է, այնտեղ է տեղի ունենում։ Ես նորից ուզում եմ ուշադրությունը դատախազության, ՆԳՆ-ի, ոստիկանության ուղղել այդ կողմի վրա, ուշադիր եղեք։ Իմ ինֆորմացիայով գալիք օրերի, նույնիսկ կարելի ասել ժամերի ընթացքում կարող է զարգացումներ լինեն։ Կանխեք, մի թույլատրեք, որովհետև առաջի փուլը անթույլատրելի լինելու, արդեն թույլատրված է, այդ այնվաղ թույլատրվեց, երբ որ այդ բերեցիք նորից այն հնին թույլատրեցիք, որպեսզի այդ քաղաք մտնի եւ կառավարի։ Ու հիմա դա շարունակվելու է։ Պատկան մարմիններին հղում ես եւ մյուս թևին էլ քրեական աշխարհի պարագլուխներին ամենայն հարգանքով սպանությունները, տարատեսակ այդ հանցագործությունները վերահսկեք եւ թույլ մի տվեք։ Այսքան բան, Մերի ջան։ Արսեն ջան, Մերի ջան, ես կիսում եմ Էդվինի մտքերը, միանշանակ ճիշտ է Էդվինը, պետքա բավականին զգուշ լինեն, զգոն լինեն ու հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչները, որովհետև միայն իրանց նմանատիպ իրավիճակներում պահելու ձևով հնարավոր է Հայաստանի իշխանություններին սևացնել։ Սրանց նպատակը, իսկ ներսի նպատակը, ներսի այդ 5-րդ Շարասյան նպատակը նաև նա է, որ Նիկոլ Փաշինյանին նույնացնեն իրանց, որովհետև իրանց ժամանակ եղել է այդ քաղաքական սպանությունները, մենք ոչ մեկս չենք մոռացել ինչեր են արել, ինչեր, ասենք, մարդը բարև տալու համար զուգարանում սպանել են։ Մարդը ասել է պրիվետ ռոբ իր դասընկերը, զուգարանում այնքան են ծեծե մահացել է։ Այդ ձևի կապ խոսքի բիզնեսմենը եկել է բիզնեսը դրել է, այնքան են իրան նվաստացրել կտանքների ենթարկել, վերջում տկլորացրել ուղղակի Սևանի տրասի վրա, մարդը կորել է հետո, չեն իմացել։ Ասենք նմանատիպ իրավիճակներ շատ ա եղել, հիմա իրանք ուզում են, քանի որ չկա Հայաստանում նման բաներ, ուզում են որ լինի, որ Նիկոլի կառավարման ժամանակ, այն ինչ իրան ժամանակ եղել է, լինի Նիկոլի ժամանակ։ Նաև դրա փորձը գիտես որն է։ Դրա փորձը նաև էր, որ ազգային ժողովի դիմաց, երբ որ հավաքվել էին ու հարձակվեցին ոստիկանների վրա, ոստիկանները ուժ կիրառեցին, այն որ մի հոգի լուսաձայնային նռնակը վերցրել էր ձեռքի մեջ ու պայթել էր, ձեռքը վնասվել էր, արյուն թափվեց, աղմուկ հանեցին, բան։ Այսինքն սրանք ամեն ինչ անում են, որպեսզի Նիկոլին կպցնեն արյունոտ ղեկավարի պիտակը։ Ոնց որ կա օրինակ Սերժի վրա, ոնց որ կա Լևոնի վրա, ոնց որ կա Քոչարյանի վրա, բայց դա իրանց չի հաջողվելու այն հույսով, որ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները կքառապատկեն իրենց հնարավորությունները ու շատ արագ կկանխեն այն ռիսկերը, որ հնարավոր է տեղի ունենա, կկանխեն այդ ռիսկերը, թույլ չեն տա, որ հետագա զարգացում ապրի այդ ամեն ինչ մեր ջան։ ես էլ ավելացնեմ, որ եկեք չմոռանանք, թե ինչ են կանխել մեր ուժայինները, հա, այդ նույն տերորը, որ ուզում էին անեին, այդ քահանաների հետ միասին sense պայմանավորված մեքենաներ պետքա շուտ տային, վառեին, չեմ անում, ինչ անեին, արուն պետքա թափեին, դա կանխվել է։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը եթե նման քայլի գնացող մարդ լիներ, հենց պատերազմից հետո կսկսեր սաղին բնաջնջելը։ Բայց իրատուն մտան, ամենասրբապիղծ հայհոյանքներով առավոտից իրիկում վերցրին տրին։ Ոչ տղուն են հանգիստ տալի, միջև հիմա Աշոտը, ասենք, որ ասում է նիժը տրավի ծիշը վադի, չգիտի որտեղ գնա այդ տղեն աշխատի, որ իրան հանգիստ թողեն, էլի ինչքան պրաստիտուտ կա շլվարով, նստած Աշոտի կա քննարկում։ Նիկոլ Փաշինյանը այդ մարդը չի ու չի էլ լինի, նրան ինչքան էլ դաճես ինքը նման քայլի չի գնա, բայց որ այս պահերը սենց կարան բերեն հենց իրանց մարդկանց սատկասնեն ու անունը դնեն, որ Նիկոլ Փաշինյանն արի, իբր թե սևացնեն, դա չի ստացի, որտեվ անողը 7 տարվա մեջ կաներ էլի։ Ժողովուրդ ջան, իրոք Ռուսաստանի
պահով շատ անհանգստացած եմ, այս ճակերտավոր ինքնասպանությունը ինձ շատ մեծ ազդակ էր ինձ համար։ Հուսամ Ռուսաստանի հայերը խելքի կգան, կհասկանան, որ իրանց միակ հանգրվանը, միակ պաշտպանվելու տեղը իրանց սեփական պետությունն է։ Հուսամ, որ կշտապեն նման որոշումներում, որովհետև ես իրոք շատ անհանգստացած եմ ու նորից եմ կրկնում, կապ չունի, ով եք, ինչ քաղաքական հայացքներ ունեք, կարող է դեմս կանգնեք մի հատ ձեր մրթին դնեմ բոքսով, բայց ես չեմ ուզենա, որ ձեր մազը ծռվի առավել եւս կակոյին պուտլերի ձեռով։ Մերի ջան, իմ կողմից որպես այս առաջին թեմայի ամփոփում այդ քո ասած այնքան ճիշտ էր, ես կուզեի քո ասածին, գիտես ինչ ավելացնեի, փաստ ու կարծիք էլի ավելի շատ։ Ես չեմ բացառում, որ հենց այս տրամաբանության մեջ Սամվել Կարապետյան իր փրկությունը գտել է ԱԱԾ մեկուսարանում։ 100%։ 100%, Արսեն ջան, ես ասում եմ, այն ժամանակ ա եկել, որ ինքը բոլորին քերթում է, հերթով սկսել է։ Բոլորին վերացնում է, փողերն էլ վերցնում է։ Ես ոչ կասկածում եմ, որ Սամվել Կարապետյանը այդքան փող ունի, ունեմ հիմքեր, այդպես կասկածելու։ Ինչ էլ որ ունի, հեսա ձեռից կվերցնեմ, սիրուն։ Այո, իր կյանքը ստեղ փրկվել է, ես էլ եմ այդպես կարծում ու մտածում եմ, որ մնացած մեր տղերքը, որոնք ծառայել են իրան, թող զգուշ լինեն։ Կապ չունի, շուն գել ով եք, զգուշ եղեք, իմ համար դա մեծ ցավ կլինի, որ դուք գնաք շուն ու գելի փայ։ Ձեր երկիրը ձեր միակ հանգրվանն է, ձեր միակ տեղն է, որտեղ դուք կարող եք պաշտպանվել, ձեր կյանքը փրկել, թեկուզ եւ ասել Արսենի ԱԱԾ-ի պատվալում, ավելավ ԱԱԾ-ի պատվալում, քան թե այդպես լեշերները փռված լինի։ Ուրիշ թեմա ունեք տղաներ, կարճ ամփոփենք, ուրիշ թեմա էլ անցնենք։ Արդեն ավարտենք, նկատի ունեմ ուշ ենք մտել, եթե դրամա եմ ասում, էլի։ Բերեք ավարտենք sense, Մերի ջան։ Ես իմ YouTube-յան էջով մի 15 րոպե հələ ման կանեմ, մի հատ թեմա կա, բայց եթե ցանկություն ունենաք, կարող եք YouTube-ով ինձ միանալ։ Թեմա շատ կարճ ուզում եմ այստեղ խոսենք։ Մեր ժողովրդի սովորության մեջ կա ձևականությունների հետևից ընկնելը, հա։ Մասիսարի պեչատի պահով, այդ կնիկի պահով ինձ անդադ հարցնում են։ Ես գտնում եմ, որ կնիկով չի որոշվում Մասիսարը իմն է, թե իմը չի։ Ես ծնված եմ օրվանից Մասիսարը իմ է սրտում է, ու սրտում էլ կմնա։ Ես ամեն առավոտ բարևում եմ Մասիսարը, ուզեն թե չուզեն թուրքերը, բայց պետականորեն Մասիսարը մերը չի, ուստի ես գտնում եմ, որ ոչ մի տեղ պետք չի նա լինի, նա թող դառնա մերը, այն ժամանակ թող լինի։ Ասենք չի կարելի էլի, sense այդ նույն բանն է, այդ վինջավոր օդու բլթասնես էլի։ Ասենք քոնը չի կորցրել ես, պազորը պրիզնատ չես գալի, կնիկի վրա ես նկարում, իբր ինչ, կնիկի վրա գրած էր Մասիսար կամ գրած էր Արարատ, երկու հատ բուրգի նման սար էր, չէ՞, բայց գրած էր Արարատ, հա, չէ։ Ասենք նկարների, սիմվոլների, ինչ որ բաների հետևից ընկնելով, երկիրը տուրիտ է կանում, չի կարելի։ Բաներ կա, որ պետությունը իրավունք չունի անելու։ Բաներ կա, այո, մենք կարող ենք հերնել, խոսել, մերնա, բան, սենց արտահայտվենք, բայց հաշվի առեք, որ մյուս կողմը, այն ժողովուրդը, որ առավոտից իրիկուն ասում է Երևանը մերն է, այն որ ասում է Սյունիքը մերն է, մենք շատ ծանր ենք տանում դա։ Բա նրանք էլ են ծանր տանում։ Ասենք մենք ինչ ենք ուզում։ Դարերով այս սենց կռվենք, դարերով այս սենց թուրու թվանք անենք, արունակամը լինենք, հա, իմիջայլոց են դաշնակ են, աղնոսներով են, կերած խմած պատգամավորուին, որ կա։ Արծվիկ Մինասյանի աղջիկն է, ով է, են չաղոն։ Իր աղջիկն է, անունը ինչ է, Քրիստինե Վարդանյանը ինչ է։ Էդի սաղի աղջիկն էլ է։ Էդի այն բանին է, որ Սերժին sense բարևեր տալ են ուսիկավորինը։ Հա, այն որ թաթիկայի sense էր պահում։ Բանա, անունը ինչ է, Քրիստինե Վարդանյանն էր, չէ՞։ Ասում է ձեր լավ ապրելու համար, հələ տես ինչ ասում։ Ձեր լավ ապրելու համար, ասում է, ուրանում եք Մասիսարը։ Ձեր լավ ուտել խմելու համար ուրանում եք ոբշե մեր հայրենիքը, մեր գերիներին տրփս sense։ Նա հարց եմ ուզում տամ, էլի։ Աղջիկ ջան, դու կարող ես բանը քիչ ես ուտում, էլի, ասենք դու լավ կյանքի համար չես, էլի, քաղաքականություն մտել, կամ միջև հիմա քո papaները ասենք վատ են կերել, հա, որ sense նստել է ժողովրդին ուզում ես ասես սոված մնացեք, մատները ծծեք, հա, գնացեք զոհվեք, մեռեք, բայց լիժբետ Մասիսարը լինի կնիկի վրա, հա։ Մի րոպե կներես, էլի Մերի ջան, ազար ներողություն, էլի։ Այդ որ տենց Մասիսարի կռիվ են տալիս այդ դաշնակները ու իրանց, չգիտեմ, սատելիտները, չգիտեմ ովքեր է, էլի։
թող մի հատ ելնեն, մի հատ ժողովրդին բացատրեն։ Այդ Նիկոլ Փաշինյանն է Մասիս Սարը տվել Թուրքիային, թե դաշնակներն են ստորագրությամբ Մասիս Սարը հանձնել Թուրքիային։ Ստորագրությամբ Այո, Մասիս Սարը դաշնակները ստորագրությամբ հանձնել են Թուրքիային։ Թողը մի հատ ելնեն պարզաբանեն։ Նիկոլ Փաշինյանն է Մասիս Սարը հանձնել Թուրքիային, թե դաշնակները, երբ որ Մասիս Սարը դաշնակները հանձնել են Թուրքիային, Նիկոլ Փաշինյանը ծնված չի եղել։ Նիկոլ Փաշինյանը ծնված չի եղել։ Այսօր հազար ներողություն էլի, նյակը կերել են, եկել են այդ իրաց նյակը կերած, ուզում են հայ ժողովրդով մարսեն, չեն կարա մարսեն։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է սրանք ինչ են անում։ Սրանք անում են այն, ինչ որ ռուսը ուզում է անի։ Ռուսը Մասիս Սարը մցրել է հայ ժողովրդի ենթագիտակցության մեջ որպես սրբություն, ու այդ սրբությունը որպես քաղաքական գործիք օգտագործում է Ռուսաստանի շահերի համար։ Ու Մասիս Սարը միայն կնիքի վրա չի, Մասիս Սարը նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա է, գերբի վրա է։ Ինչի մասին է խոսքը։ Ու ոչ միայն Մասիս Սարը, ու առհասարակ ինչու Մասիս Սարը, որովհետև յուրաքանչյուր հային, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետության տարածքում, նույնիսկ Սյունիքից տեսանելի է Մասիս Սարը։ Ու ամեն անգամ տեսնելուց մեզ սովորացրել են, որ Մասիս Սարը երբ որ տենում ես պետք է ողջ ապրես։ Մասիս Սարը մեզ պետք է հիշեցնի ցեղասպանություն։ Մասիս Սարը մեզ պետք է հիշեցնի միշտ ողջ։ Ու այդ Սարը մենք սարքենք սուրբ։ Մասիս Սարը մերն է եղել։ Մասիս Սարը եղել է Արևմտյան Հայաստանում։ Չկա մի հայ, որ չիմանա, որ Մասիս Սարը եղել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Եվ այդ սուվերեն տարածք չի հիմա հայ հեղափոխական դաշնակցության ստորագրությամբ Թուրքիային հանձնելու արդյունքում։ Թող ելնեն ժողովրդին պարզաբանեն։ Խի են իրանք Մասիս Սարը հանձնել Թուրքիային։ Ու հիմա խի են ժողովրդին քաղաքական տերորի ենթարկում Մասիս Սարը Հայաստանում չլինելու, նաև Նիկոլ Փաշինյանը ու իր քաղաքական թիմին մեղադրելով, որ Նիկոլ Փաշինյանը ուրացավ բանը Մասիս Սարը։ Այ քեզ ապուշություն, դեբիլների քառակուսի են դրանք, ուրիշ ոչ մի բան։ Մերի ջան, մի բան ասեմ, էլի։ Տեսեք, Մասիս Սարը բոլորը սիրում եք։ Ես այտենց հայ չգիտեմ, որ ասի ես չեմ սիրում կամ չեմ ընդունում որպես Հայաստանի սիմվոլ։ Բայց սենց մի հատ հազար ներողություն, էլի, հազար ներողություն։ Մի հատ լավ ընկեր ունեմ, լավ բաներ եմ մեկ-մեկ ասում։ Հաճախ չէ, բայց մեկ-մեկ ասում եմ։ Ասում եմ, այն ապարատը, որ քեզ ունես, որ երեխա ունենաս, բան անես, այտենց մի հատ ապարատ ունի, էլի։ Ասում եմ, շատ լավ բան է, որ դու էդի ունես։ Ասում եմ, բայց կարելի է այդ ապարատը Արցախ մարդկանց աչքը կոխել։ Այսինքն, եթե մենք մեր Մասիս Սարը ունենք ու իրան սիրում ենք, չի նշանակում, որ Մասիս Սարը ամեն տեղ պիտի տանենք կախենք ու խփենք։ Իմաստ պետք է ունենա։ Եթե երկրի մասին է խոսքը, երկիր մտնելու դուրս գալու, դու Թուրքիայի տարածքում կամ ուրիշ երկրի սարը չես դնում քո պետական սահմանի ներս գալու սիմվոլի վրա։ Ես դա պատկերացնում եմ։ Բայց դու Մասիս Սարը մեծ հաջողությամբ կարող ես դնես այօրինակ քո քաղաքական գերբի վրա, քաղաքական պարտիայի գերբի վրա։ Օրինակ երևում է Հայաստան դաշինք։ Մասիս Սար չկա։ Տեսնում եք։ Չեն սիրում իրանք ուրեմն Մասիսը։ Սերժիկն է։ Այստեղ էլ ցույց տամ, Սերժիկի գերբն է, նայեք։ Տեսնում եք։ Ադոլֆ Հիտլերի արծիվն է, մի խոսքով, այստեղ Մասիս Սար չկա։ Դաշնակների գերբը Մասիս Սարի համար կռիվ են անում։ Հələ սրանց գերբը նայեք, Մասիս Սարը ուր է։ Բանա դուք այդքան Մասիս Սարը սիրում եք, սիմվոլն է Հայաստանի, հայ ազգի սիմվոլն է, ուր է Մասիս Սարը։ Ուր է։ Մասիս Սարը ուր է դաշնակների գերբի վրա։ Հիմա մի հատ հետաքրքիր բան ցույց տամ քեզ, Մերի ջան, երևի երբևիցե դրա մասին չեք մտածել, չեք նկատել։ Նիկոլ Փաշինյանի գերբը ցույց տամ իր քաղաքական ուժի։ Խնդրեմ, Մասիս Սարը դուք տեսնում եք։ Այո։ Մասիս Սարը, խնդրեմ, քաղաքական պայմանագիր կուսակցություն։ Մասիս Սարը իրանց գերբի վրա է։ Ու գիտեք ինչ է իրանց գերբի վրա։ Որ իրանք Արարատը իսկապես համարում են իրանց սարը, իրանց քաղաքական ուժի սարը։ Բայց իրանք հասկանում են, որ այդ սարը օրինակ չեն տանում կախեն զուգարանում, չեն տանում որոշ տեղեր պեչատի վրա դրեն, որը վնաս կտա Հայաստանին։ Տեսեք, երբ մենք խոսում ենք Մասիս Սարի մասին, անի մասին, այնտեղ էս ինչ կաղարսը, էսի հենի դաշնակների գործունեությունը մենք շատ լավ գիտենք։ Միջև հիմա մենակ տվել են։
պրավալ են տվել։ Սերժիկին էլ ենք լավ ճանաչում, Քրչարյան Ռոբերտին էլ ենք ճանաչում, մնացածին էլ ենք ճանաչում։ Հիմա մնում է մենք հասկանանք, որ Մասի Սարը սիրելը առնվազն պիտի լինի քո քաղաքական կուսակցության գերբի վրա, որը Նիկոլը վերցրել դրել է իր գերբի վրա, ասում է, այսի Մասի Սարն է, քաղաքացիական պայմանագիր։ Ու այ որ ասում ասելով չի, գործով է, խնդրեմ, ես էլ գործը։ Բայց սա էլ մի կողմ թողնենք։ Ասենք, եթե չլինի քաղաքացիական պայմանագրի գերբի վրա Մասիս, էլի խնդիր չի։ Մասի Սարը Հայաստանում, ես որ գալիս եմ Հայաստան, սենց հայացքս որ բարձրացնում եմ, երկու բան եմ տեսնում։ Երևանում ամենայն դեպս տեսնում եմ երկինքը եւ տեսնում եմ Մասի Սարը։ Ու Մասի Սարը Հայաստանի կողմից ավելի սիրուն է, քան հենց Թուրքիայի մյուս կողմից։ Թեկուզ եւ մեր հողի վրա չի, Մասի Սարը իմ սարն է, ես սիրում եմ այդ սարը։ Ես այտենց հայ չգիտեմ, որ չսիրի ու չընդունի որպես Հայաստանի սար։ Բայց նորից եմ ասում, այդ սարը ունենալը լավ բան է, բայց չի կարելի տանել սարի աչքը կողել։ Իր տեղ ունի, ժամանակ ունի։ Եվ սրանք նորից սրբապղծությամբ են զբաղվում այդ Մասի սարը շահագործելով ու ասելով, թե Նիկոլ Փաշինյանը չի սիրում այդ սարը։ Նիկոլ Փաշինյանը տարե սարը դրել է իր գերբի վրա։ Ձեր սարը ուր է։ Մասիս ուր է ձեր քաղաքական գերբի վրա։ Ինչի չկա։ Դաշնակներին ուղիղ հարց։ 100 տարի առաջ դրել եք փետուր եք նկարել ինչ եք Մասի սարը ուր է։ Ու բերեք այսքանով եզրափակենք արդեն։ Ես Մասի Սարի մասով մի բան էլ հիշեցնեմ։ Ուրեմն ես այդ քաղաքական անբարոյականներին ուզում եմ հիշեցնեմ մի շատ կարևոր փաստ։ Ուրեմն երբ որ հայ-հեղափոխական դաշնակցությունը կոալիցիոն կառավարման մաս էր կազմում Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն այն ժամանակ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտական հարաբերություններում մեծևի ձևակերպում կար, եթե հիշում եք, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո, հա, այն որ Էդվարդ Նալբանդյանի թշիկներից քաշում էին, համոզում էին, որ մտել էր զուգարանում պահկվել էր, որ չէր ուզում ստորագրել, էլի, մի կերպ բերեցին ստորագրել տվեցին։ Ուրեմն, երբ որ Թուրքիան Հայաստանի հետ, Հայաստանում, Երևանում ֆուտբոլ պետք է խաղար, Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկների վրայից Սերժ Սարգսյանը դաշնակների լուռ համաձայնությամբ հեռացրեց Արարատ լեռը, լոգոն, որը որ կար բոլոր ֆուտբոլիստների մարզաշապիկի վրա։ Բա ուր էին այդ տականքները այն ժամանակ։ Այն ժամանակ հայրենասեր չէին, նոր դառան հայրենասեր, թե այն ժամանակ հայրենասեր էին, հիմա չգիտեմ ինչ են։ Չէ, Արսեն ջան, այն ժամանակ կողմը լալով թեմ էին, թեմը լալով կողմ էին։ Հա, այդ տրամաբանության մեջ կա։ Կողմ լինելով որ հող չտան, հող են տվել եւ հող չտալով հող տվել են էլի։ Մի խոսքով դրանց Դեմ ենք, դեմը լալով կողմ ենք։ Ես մի հատ բան եմ ուզում հարցնեմ, այդ նույն հին ղեկավարները, որ եղել է ժամանակահատված, որ հանել են այդ Մասի Սարը այդ քնիքից, դաշնակները ժամանակ ուր էին։ Չեն եղել ժամանակ։ Այդ կնիքը 2005 թվականին չի եղել, մինչև 2005 թվական։ Այսինքն Քրչարյան Ռոբիկի տարիներին այդ կնիքի վրա Մասի Սար չի եղել։ Ապացույցները կա, ես տեղադրել եմ իմեջում։ Այդ իսկ տարիներին են ինչ որ տեղադրել։ Բանն էլ դա էլ հստակ ասում եմ, այդ պատճառը եւ եմ ասում հրամանը որ տեղադրեն էլի Կրեմլից եւ Մոսկվայից։ Մենք շատ հստակ տեսնում ենք, երբ որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ուզում են լավանա, Մոսկվայում ինչ որ սկսում են Մասի Սար սիրել, հայոց ցեղասպանության մասին են խոսում ամեն օր հեռուստատեսությամբ։ Տեխնոլոգիա է, չէ՞, օգտագործում են, որ ասում ես հայերին 1000 անգամ խաբել ենք, բերեք մի անգամ խաբենք։ Բայց սրանք արդեն չգիտեն, որ այնքան են խաբել, որ հայ ազգը արդեն խաբվելու ի վիճակի չի։ Այո։ Դա մի sense ես անում, հասկանում եմ, որ իրան խաբում ես, ուզում ես խաբես ու չեն կարալու խաբեն։ Բայց իտոգում Մեդին ջան, գիտես թե են իրանք սենց շարունակում սենց մանիպուլացնելը, պաթոսախիղ տանելը, նկարներով սենց սրտի լարերին կպնելը, եւ որտեվ ժողովուրդը տրվում է։ Որտեվ իրանց տրամաբանությունը եղել է հետեւյալը, հայ ժողովրդին որքան շատ ողբի մեջ դնեն, այդ ողբով հայ ժողովրդին ավելի հեշտ կկառավարեն, քանի որ հայ ժողովուրդը էմոցիոնալ ազգ է, հայ ժողովրդի ընկալումները բոլորովին այլ է, մենթալիտետը այլ է, ավանդույթներն այլ է, մշակույթն այլ է, եւ այդ մշակույթում մտցնելով ողբը հնարավոր է հայ ժողովրդին կառավարել այնպես, ինչպես կբխի Ռուսաստանի շահերից։ Ուրիշ բան էլ կա։ Ստորացել են, էլի, ասենք այդ մտածելակերպը։ Փոքրուց Երբ որ 30 տարի Հայաստանը թալանում էին ու այնպես էին անում, որ անգրագիտություն տիրեր,
ու 1000 ներողություն, բայց դա իսկապես այդպես է։ Հայաստանում 30 տարի կրթական մակարդակը եղել է շատ ցածր ու միտումնավոր, ոչ միայն կրթականը, փողոցները չեն սարքել, ամեն ինչ արել են, որ Ռուսաստանից վատ լինի, որ մենք չոքեչոք գնանք Ռուսաստանին, ասենք գիտեք ինչ կա, բերեք մտնենք ձեր միութերական երկիր, որ գոնե մի քիչ մեզ բանման տակ ու կրթությունը սա միտումնավոր է արվել, կրթական մակարդակը եղել է շատ ցածր։ Այդ դրա համար է, որ հիմա որ ասենք ժողովրդի հետ հասարակ խոսում ես, ասում են 90-ականներին դպրոց է գնացել, ասում են մեր ժամանակ կրթությունը գիտես ինչ լավ էր, Մեսրոպ Աշտոցի նկարը առաջի դասանի գրքի մեջ էր։ Ու դա ասում է 90-ականներին դպրոց գնացած է։ Որ այն պարագային, որ 90-ականներին Հայաստանում, 90-ականներին 2000-ներին Հայաստանում գետ մի հատ խելքը գլխին դպրոց չի եղել։ 1000 ներողություն, բայց ես փաստ եմ ասում, որովհետև այդ դպրոցը ով է տեսել այդ Ես ուզում եմ հասկանամ, Մեսրոպ Մաշտոցի նկարը ով է տեսել, ես հարց եմ տվել, իմ չաթում ոչ մեկ չկարողացավ պատասխանի։ Այդ մարդու դեմքը, ասենք, որ նկարած է, չէ՞, Մեսրոպ Մաշտոցի։ Ասենք ինչով եմ ես վստահ, որ դա իր դեմքն է, էլի կներեք, էլի։ Արդեն քանի տեղ այս հարցը տալիս եմ, ոչ մեկ ինչ չի պատասխանում։ Իրական նկարը չկա, ուղղակի պատկերացում, հա, մի շատ նկարներ կան, ուղղակի ինչ որ արվեստագետներ պատկերացրել նկարել են։ Ես գրադարանի աշխատողի հետ մեր չաթում զրուցում էինք այդ մասին, ասում եմ Մերի ջան, այդ նկարը պետք է լինի, որ երեխայի մեջ տպավորվի։ Ասում տպավորվի ինչ։ Այդ մարդու դեմքը ես չեմ տեսել, ոչ մեկ չի տեսել։ Դա աբստրակտի պրոստը նկարել են մոտավորապես, Մեսրոպ Մաշտոցը ոնց կարար լինել։ Ասենք ինչը պետք է տպավորվի։ Որ հայոց լեզուն իրանից ահավոր մեծ գաղափար է ներկայացնում, քիմիա է ներկայացնում, աստղադիտարան է ներկայացնում։ Այ դա թող տպավորվի իմ դպրոցի աշակերտների ուղեղում, սրտում, հոգում, այլ ոչ թե ինչ որ նկարը այդ նույն Մասիսարն է, այդ նույն նկարն է Մեսրոպ Մաշտոցի։ Այսինքն ժողովրդիս ուղեղը լցնում են, որ նկարն է կարևոր։ Ա նկարը չի կարևոր։ Գալիս է ինձ էշ գրում է մեկնաբանություն, որ ես թրքասեր եմ, թրքամետ եմ, ինքը լատինատար է գրում, ես հայատար եմ գրում։ Ինքը Մեսրոպ Մաշտոց Պաշտող անասունա, բայց մի հատ հայերեն բառ չի կարում գրի, Էդվին ջան, աբսուրդի ժանրից։ Ոչ ինքը, ոչ իր ընտանիքը, բայց ինքը նկար է գզում, աղբեր։ Մերի ջան, դա իր պատճառ ունի, դե ես հասկանում եմ, ես ինքս էլ հիշում եմ, երբ որ փոքր էի, այդ հայերեն տարեր այդ բանը որ կարդում, դա Մեսրոպ Մաշտոցի նկար կար։ Դա խնդիր չի, ես իմ համար ասենք հաճելի է, որ այդ նկարը լինի, բայց հարցը դրանում չի։ Հարցը նրանում է, որ նկարը ինչ որ նկար լինել կամ փոխել ուրիշ նկար կամ ինչ որ բան հանել դնել սարքում են քաղաքականացնում են ու սարքում են հակահայ ինչ որ շարժում առաջի դասարանի երեխան որ պետք է գնա տար սովորի ասենք կարդալ չգիտի ասում են սա A է սա B է ասում մի քանի ամիս մի տարի տևում է որ սկսում է տարեր իրար կցնել բառեր կարդալ բան ասում են ինչի ինֆորմացիա չկա Մեսրոպ Մաշտոցի մասին այբենարանում ասենք երկու թերթ գրեք ով է ինչա բան ո՞նց է կարդալու Դե դա չի կարա կարդա, ասում են դե տո ծնողը կարդա, ասում եմ այ ընկերջան, բա որ ծնողը կարդային է ինտերնետ կա, բան կա, QR կոդել են դրել, ասում է ծնող կա հեռախոս չունի, փող չունի հեռախոս առնի, լրիվ բան էլի, դրել են ես ինչ աֆրիկական ինչ որ ջունգլի տեղ Հայաստանը մարդիկ հեռախոս չունեն, ես ինչ են անում։ Մերի ջան, նայ Հայաստանում կրթությունը եղել է շատ վատ, ու դրա փաստը նրանում է, որ եթե 90-ականների 2000-ների կրթություն ես ունեցել, ինչ որ դիպլոմ ես ունեցել, գալիս ես թե Եվրոպա չեն ընդունում։ Աշխարհի ամենալավ համալսարանները Cambridge, Harvard, Ամերիկայում, Եվրոպայում։ Ու հենց բանը դրա մեջ է վատը, որ մարդու հետ խոսում եմ, ասում եմ, այ ինչ Harvard, ինչ Cambridge, ինչ Եվրոպա, ասում եմ, Հայաստանում եղել է աշխարհի ամենաուժեղ կրթությունը, ասես մեծ խոսալով բան, ինքը դպրոց է գնացել, այդ կրթությունն է ստացել, իր համար դա աշխարհի ամենաուժեղ կրթությունն է, բայց աշխարհը չի ընդունում այդ կրթությունը։ Աշխարհի ոչ մի բարեկեցիկ երկիր 90-ականների 2000-ների դիպլոման Հայաստանի չեն ընդունում։ Բացի նրանից, որ ուժ չունի, ասում են, դու առածել կարող է լինել, համատարած սախում են դիպլոմատենց։ Մի խոսքով, կրթություն մերը, որը չի եղել, դեգրադացվել է, հիմա փորձում են եվրոպական ստանդարտներով փորձում են մակարդակի բերեն։ Այդ գրքերը, որ սարքում են, դա իրանք չեն որոշում, ասենք օրինակներ կա, տարբեր տեղերից ընդօրինակում են ու սարքում են։ Ու դա թույլ է տալու, որ մեր երեխաները ապագայում որոնք կուզենան բարձր կրթություն ստանան, գնան Harvard, Cambridge, Groningen-ի համալսարան եւ տարբեր տեղերում սովորեն եւ վերադառնան Հայաստան, որովհետեւ այնտեղ լավ է լինելու վիճակը։ Գնալու են սովորեն այդ բոլոր այդ իմաստությունները բերեն Հայաստան։ Ուղղակի այդ տարիների սովորածներին չես կարող ապացուցես։ Իրանց համար սովետի կրթությունը այդ 90-ականներին, 2000-ներին եղել է աշխարհի ամենաուժեղ կրթությունը։ Մի էլ փորձի իրանց ապացուցես։ Ու Մեսրոպ Մաշտոցի նկարը պետք է 20 անգամ լինի այբենարանի մեջ։ Այսքան մեծ։ Այդ հավատանում ես առաջարկեցի, եթե Մեսրոպ Մաշտոցի նկարը պետք է տպավորվի
առաջի դասարանի երեխու մոտ, օքեյ, առաջի դասարանի ուսուցչուհին գիտի, չէ՞ որ առաջի դասարանն է գալիս։ Մի հատ սիրուն մեծ պլակատ թող ճպսնի այդ պատին, ամեն առավոտ ժողովուրդը այդ երեխեքը գան դասի, տեսնեն Մեսրոպ Մաշտոցի նկարը, եթե նկարը տենց մեծ դեր ունի։ Ես հոգեբանություն, ասենք դու գիտես, ես քրքրում եմ այդ գիտելիքը, շատ է ինձ դուր գալիս, հա։ Կներեք, էլի տարբեր երեխա տարբեր ձև է ընդունում այդ նկարը։ Դե կներեք։ Դուք պետք է խորանաք այս հարցի մեջ, երեխաների հետ էլ մանուկների հետ զրուցեք, մի հատ հասկանաք, այդ երեխան այս նկարը որ տեսնում է, ինչ է զգում։ Ասենք ինքը ժպտացող դեմք չի։ Սկսենք դրանից։ Մենք ամեն ինչ անենք, որ երեխան սիրի դպրոցը, որպեսզի երեխան սիրի սովորելը, ուսուցիչը առաջինը դա պետք է ներարկի երեխայի մեջ, որ երեխան սիրի գիտելիքը, որպեսզի երեխան գոբկի նման հոշոտից չեմ անում, ուտի այդ գիտելիքը։ Այլ ոչ թե նկարներով էլի երեխեքին չեմ անում ինչ անեք։ Ընդ որում էդի Մեսրոպ Մաշտոցի նկարը չի։ Ասենք անիմաստ խոսակցություն, քաղաքականացված հիմար խոսակցություն, բայց տես օրինակ մի հատ ուսուցչուհի կար, տեսել եմ ռոլիկը, վիդեորոլիկը, նակլեյկեքը Մեսրոպ Մաշտոցի բերել էր երեխեքի տետրների վրա ցենց կպցնում էր, այսինքն դուս ա գալիս, եթե անգամ ուսուցչուհին գտնում է, որ ինչ որ բաց թողում կա կրթության նախարարի կողմից, ինքը ձեռնարկում է, ինչ որ նախաձեռնում է ինչ որ մի բան, որպեսզի այդ բաց թողումը բան անի, լրացնի, խնդրեմ, սա պետականամետ մոտեցում է, երբ որ ուսուցչուհին նման քայլի է գնում, այլ ոչ թե հերնում, վայ, դավաճան են, հեսա մեր լեզուներն են, որանալու, հեսա թուրքերեն են սկսելու, խոսելը եւ այլն եւ այլն։ Ուսես լիքը տխմար հայտարարություններ ու մտքեր։ Նախարարությունը Մերի ջան արդեն ասել է, որ մյուս տարի նկարը վերադարձել է դնելու է։ Դեռ չգիտենք ինչ նկար լինելու, կարող է մուլտիպլիկացիոն ինչ որ նկար լինի, բայց խնդիրը լուծվելու է նկար լինելու ինչ որ։ Դες Մերի ջան, մեր այդ ձևականությունը, այդ մեծ մտածելը, խոսալը բան խնդիր չի, բայց ամեն ինչին կա չափեր, չէ՞, չափ կա։ Հիմա օրինակ բերեմ։ Ես, դու, Արսենը մենք կրթություն ստացած, բարձրագույն կրթություն ստացած մարդիկ ենք։ Դպրոցել ենք գնացել, ամեն տարբեր երկրներում էլ եղել ենք։ Արսենն էլ դու էլ ես էլ կրթություններ ստացել ենք եւ այլն եւ այլն։ Հիմա sense բան, Վարդան Մամիկոնյան։ Եմ որ ասում ուրիշ հերոսի անուն չգիտես, չէ, որովհետեւ սա գիտեն, չէ, Վարդան Մամիկոնյանին։ Ինչ որ հայ կա, որ չգիտի, բոլորը գիտեն։ Հիմա մի հատ այդ գրքերը կարդացել են, գիտեն, ոնց մի հատ հələ մի հատ մեր հայրին հարցրեք, Վարդան Մամիկոնյանի գերեզմանան որտեղ է։ Ասենք, Մերի ջան, դու գիտես Վարդան Մամիկոնյանի գերեզմանը որտեղ է։ Ռուսաստանում։ Չէ։ Արսեն ջան, դու տեղյակ ես։ Անկեղծ ասած չէ, Էդվին ջան։ Արսեն ջան, 3 միլիոն հայ, ավելի շատ, 11 միլիոն են հայերը, մի 7 միլիոն, 9 միլիոն հայ չգիտի, բայց դպրոցում կարդացել է Մամիկոնյան, Վարդան Մամիկոնյան, ասա, դաժե կարգին կասետի այդ մասն էլ է տեսել, այդ որ ուրիշ հերոսի անուն չի, բայց չգիտեն։ Դա խնդիր չի, այդ մարդը որ չգիտի Վարդան Մամիկոնյանը որտեղ է թաղված, դա ոչ մի կերպ իր կյանքը չի խանգարում։ Եթե ինքը կերպ մարդ է, ինքը նորմալ կյանք է վարում ու չգիտի Վարդան Մամիկոնյանը որտեղ է թաղված, դա ոչ մի խնդիր չի, դա չի նշանակում, որ այդ մարդը հայրենիք չունի, անհայրենիք է, էս այնա։ Դա ուղղակի փաստ է, ինչ որ իմանալու բանով, որ իմանաս, չիմանաս էլ խնդիր չի։ Ու մարդիկ ինչ են անում, ու որոշ մարդիկ օգտագործում են սա։ Ես պատահական է եղել, որ մեզ Վարդան Մամիկոնյանի գերեզմանում եղել եմ, պատահական ձևով ու զարմացել եմ։ Դա ուրեմն Պարսկաստանում է, հյուսիսում։ Ու այն ընտանիքը, որը այդ գերեզմանին վերահսկում է, ինքը պարսիկ հատուկ ցեղ է, ընտանիքը, ու հազար տարուց ավել նրանք վերահսկում են այդ գերեզմանը։ Հորից տղա, տղուց տղա, տենց ցեղական sense գալիս է, իրանք պաշտպանում են, այնտեղ կանգնած են այդ գերեզմանի մոտ։ Սուրբ է համարվում իրանց մոտ։ Դες այդ ինֆորմացիան, բա ես պատահականորեն եմ իմացել։ Բայց մեզ թողեց sense խոսանք Վարդան Մամիկոնյան sense դեմը, բայց չգիտենք որտեղ է թաղած, ով է վերահսկում։ Մեզ պետք է ասկի։ Չեն էլ սովորացրել, որովհետև սովետական կրթության մեջ պետք չի եղել, որ ասեն, գիտես, ինչ կա Պարսկաստանում sense տեղ կա ու sense, որովհետև ձեռ չի տվել, որ մարդիկ ձգտեն իմանան դեպի Պարսկաստան շարժվեն, կամ հակառակը։ Մի խոսքով ասածս ինչ է Մերի ջան։ Մենք լոգիկայի, այսինքն տրամաբանության մեջ պետք է շարժվենք։ Եթե ինչ որ մեկը չգիտի թե Աշոտ Երկաթը որ թվին է կառավարել Հայաստանը, նա ազգի դավաճան չի, դա ուղղակի չգիտի։ Լավ կլիներ որ իմանար, բայց վատ չի որ չունես չի որ ինքը վատ մարդը որ չգիտի։ Պապ Թագավորի մասին միջին հային որ հարցնես, Պապ Թագավորը իրենք ոչ մի բան չգիտեն։ Ես համարում եմ ամենահզոր թագավորներից մեկը հայ ազգի։ Բայց մենք պիտի հասկանանք, ասենք հայրենասիրություն այդ բառը որ այդ բանը դրել են այդ սլակ ասում են ստեղ էսի հայրենասիրություն, դա դաշնակների կողմից հնարված ինչ որ իրաց ձեռ տվող բան է։ Ես ինձ որ ասում են դու հայրենասեր ես, ասում եմ ախորպես թարգ տվեք։
Ինձ ասեք հայասեր, ինձ ասեք հայաստանասեր, հայրենասիրությունը ես տեսել եմ ստեղ Եվրոպայում դրանք ինչի նկատի ունեն։ Հայրենասեր արդեն ալերգիա ունեն։ Հայաստաններով, էտա Հայաստանն էլ թալնել է ընթացքում։ Մի շատ հետաքրքիր թեմա էլ կար, կուզեին խոսեինք, բայց դե որ ժամանակի մեջ չենք տեղավորվում։ Եթե կարճ խոսենք, կարող ենք, ասա։ Դեմ կարծ մի կարճ թեմա է, խոսքը վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին ու ընդհանրապես իր գործունեությանը քաղաքական պետության դեմ գործողությունները, կուզեի մի փոքր քննարկեինք, վերլուծություն անենք, եթե կարանք, եթե չէ։ Հաջորդ անգամ։ Դավայ։ Խնդրեմ Արսեն ջան։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը որպեսզի այնպես չի որ չգիտակցում ու չգիտի, այն շարքային հասարակ, միջին խավի, նույնիսկ էլիտար մասան շատ էլ լավ գիտեն ինքը ով է, իրանից ինչա ներկայացնում, ինչ ձևով է եկել վլաստի, այս ձևակերպեմ, բոլորս երևի գիտենք, որ ինքը հոկտեմբերի 27-ի ոչրագործության օրն է ընտրվել որպես կաթողիկոս ու բավականին մեծ խախտումներով, կեղծիքներով ու ընտրությունից առաջ եղել է բավականին մեծ ճնշումներ այլ հոգևորականների, նույնիսկ դրանից առաջ մրցակիցների, որոնց որ ինքը մրցակից է համարել, նույնիսկ ֆիզիկական վերացում։ Ու դրանից հետո Հայաստանի Հանրապետության հոգևոր կյանքը անկում է ապրել, բավականին լուրջ անկում է ապրել ու ապրում է մինչ օրս։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած եկեղեցին կրոնը Հիսուս Քրիստոսին վերադարձնելու գաղափարը խիստ կարևոր է մեր պետականության ամրության պահպանման եւ մեր ժողովրդի հավատքի վերականգնման ու հոգեվոր կյանքը մեր առօրյա որպես ընկալելի, ընդունելի, սիրելի կյանք մտցնելու ու վերակենդանացնելու նախաձեռնությունը ու շատ կուզեմ որ այդ թեման կոնկրետ եթե կամ փաստեր Կտրիչ Ներսիսյանի մասով շատ լուրջ քննարկվի, որպեսզի հասարակությունը ժողովուրդը տեղեկացված լինի։ Օրինակ ես հենց էջմիածնցիներից, որոնք որ այնտեղ ապրում են, բավականին շատ լսել եմ, որ այն կուսարանը, որը որ գոյություն ունի մայր տաճարում, այնպես էլ չի որ կուսարանն է, ու այնպես էլ չի որ այդ կուսարանում կույսեր կան։ Կան կանայք, բայց կուսարան չի, էլի։ Օրինակ սրբապիղծերը չեն կարա Հայաստանի Հանրապետությունում վեհարանում տեղ ունենան ու իրանք պետքա օր առաջ հեռանան ու ոչ միայն դա բավականին շատ լուրջ հակապետական, հակաժողովրդական գործողություններում են իրանք թաթախված, ես կասեի դավաճանական ու ես հուսով եմ, որ բավականին լուրջ փաստեր կհրապարակվեն ու մեր ժողովուրդը ամեն ինչ կտեսնեն ու կհասկանան, որ այո, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ինչպես Սերժն էր ասել, Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, սխալ էի, չգիտեմ ոնց է, չեմ հիշում ոնց է ձևակերպել։ Օրինակ այդ թեմայի վերաբերյալ երկուսիդ կարծիքն էլ ինձ համար շատ կարևոր է, ես վստահ եմ լսարանի համար էլ է կարևոր, ինչ դիտարկումներ ունեք, ինչ մոտեցումներ ունեք ու ինչ առաջարկներ ունեք։ Ոնց եք տեսնում այդ հանգրվանային լուծումը, այս ընդհանուր բաները։ Ես խոսքը կտամ քեզ հետո ես կամփոփեմ այս թեման, բայց մինչ խոսքը քեզ տալը ես ուզում եմ մի հատ հայտարարություն անեմ։ Նոր հյուրեր են, թե հատուկ են, չեմ անում։ Նախ առաջինը դուք բոլորը բան եք գնում, երբ որ դուք հայհոյում եք։ Երբ որ դուք ձեզ կոռեկտ չեք պահում։ Ու կապ չունի ինչ քաղաքական դիրքորոշում ունեք, ես տկած ունեմ։ Իմ լսարանում, իմ էջի մեջ պետք է մարդիկ իրենց մարդու նման պահեն։ Էսի մեկ։ Երկրորդը, երբ որ գրում եք ընչի հարցից չեք պատասխանում, իմ գրածը տեսնում եք, թե չեք տեսնում, խեղ խուսափում, տեղ երեքից ոչ մեկը խուսափող չի։ Նենց որ սխալ հասցեով եք գրում։ Բայց որ մենք այսօր մտել ենք հատուկ թեմա քննարկենք ու գնանք քնենք, դա փաստ է։ Ես ի սկզբանե ասել եմ, որ մենք մտել ենք հատուկ եթերով։ Մենք չենք եկել այստեղ նստենք հյուրերի հետ բանը, բարձրացնենք մարդկանց ու զրուցենք։ Այդ օրը չի։ Այնպես որ ձեր հարցերը մի նեղվեք, որ չենք պատասխանում։ Սա արհամարանք չի։ Սա հատուկ եթեր է։ Այսքան բան։ Էդվին ջան, խնդրեմ։ Մերի ջան, միջև Արսենի հարցին մի կարճ այդ քֆուրների առումով հենց այս սա այդ ապացույցն է, որ ժամանակը եւ տեղը իսկապես դա է բնորոշում, թե ինչ որ բան տեղին է, թե չէ։ Բերեք չմոռանանք, որ աշխարհի անցած եթերի ժամանակ եմ սա ասել, աշխարհի առաջին քաղաքակիրթ մարդը հիմք դրեց քաղաքակրթությանը քֆուրով։
Քանի որ շատ տարիներ առաջ, երբ որ ինչ որ մեկը մեկ այդ խնդրեմ ուներ, քարը վերցնում խփում գլխին սպանում էր։ Ասենք դուրը չէր գալիս, սպանում էր։ Առաջին մարդը ով քֆուր տվեց, ասեց ես քո մաման sense թեմնես, չսպանեց։ Լեզվով բան արեց ու անցավ գնաց։ Քաղաքակիրթություն էր դա, մեծ բան էր մարդկության համար, մի մեծ քայլ առաջ։ Հիմա այս քֆուր տվողները մնացել են այդ քանի 6-7000, 10,000 տարի առաջ են մնացել։ Սրանց մոտ զարգացումը ոչ թե 90-ականներին, 2000-ներին չէ, սրանք այն ասում կապիկից մարդ այդ արանքում մնացել են։ Եվ քֆուր տալը ու շուտ տալը Ժորժ ջան, դա ուղղակի հիմա քաղաքակիրթ չի, հետամնացությունն է եւ լավ բան չի։ Եթե ինչ որ բան ունեք ասելու գրեք, մերին ասեց, ասենք, եթե հակա կամ ասենք ինչ որ ուրիշ կարծիք ունեք հաստե մերը, մենք խնդիր չի, ես ուրախ եմ որ մերին դա թույլատրում է, ես էլ եմ իմ մեջում թույլատրում, բայց քֆուր մի տվեք, մանավանդ իրար ներսում իրար մի բսկտեք։ Հիմա որ ջրի կանում են, սրա մտում են իբր եւ այլն, որ ուշադրություն չեն դարձնում, նշանակում որ չեմ տեսնում, ասենք սիրուն տակից հելար, ես որ տակից հելնող մարդ չեմ, ես վրեն եմ հելնում։ Այս տարբերությունը նա ջոգեք։ Անես չի որ լեզու չկա բերանս, կչոքցնեմ, էդի հաստատ, բայց մի արեք տենց բաներ։ Ոչ ես դրա հավես ունեմ, ոչ էլ պետքա որ ձեզ մեկը ստեղ նվաստացնի, պետք չի։ Կամ էլ ընդամենը գնալու եք բլոկ ձեր ռեխը փակվելու է, այդքան բան։ Ուզում եք մասնակցեք, հանգիստ մասնակցեք, նորմալ կորեկտ։ Չեք ուզում այնար գնացեք ուրիշ չաթեր։ Всё, ասա Էդեն ջան։ Արսեն ջան, Գարեգին բեն նույն ինքը կտրիճը նա հայ առաքելական եկեղեցու հետ այնքանով կապ ունի, ինչքանով նա նշանակվել է հոկտեմբերի 27-ի սպանությունների ժամանակ եւ նա կրոնի հետ եւ քրիստոնեության հետ հոգեվորական աշխարհի հետ առավել եւս ոչ մի կապ չունի։ Քանի որ հենց հայ առաքելական եկեղեցու օրենքով նա իրավունք չունի դա մստի, քանի որ ուսակրոն չի։ Նորից մեծ մի խնդիր կա, որի մասին տարիներ խոսում եմ, նա բիզնեսով է զբաղվում եւ ոչ միայն նա, վարդապետեր, լիք ասենք հոգեվորական մարդիկ կան բարձր մակարդակի, ովքեր բիզնեսներ ունեն։ Այն բանը խոզի բդի գործարանի շեֆը ձեզ օրինակ, որ հիմա նստած է այդ տերորիստը։ Ու այդ ամենը գալիս է նրանից, որ ձկան գլուխը հոտած է։ Երբ որ գլխավոր անձնավորությունը հայ առաքելական եկեղեցում կնանիք ունի, երեխեք ունի, բիզնեսներով զբաղվում բան անում, չի կարա իրան ներքևի այդ մարդկանց մեջ ինչ որ լավ բան լինի։ Հատուկենտ հոգեվորականներ, որ իրանց կարողացել են պահել, են էլ նրանից, որովհետև ավետարան են անընդհատ կարդում եւ հասկացել են իմաստը ավետարանի։ Հիմա հայ ազգի ինքնության եւ կրոնի մասին հայ առաքելական եկեղեցին արդեն 1600 տարի, մինիմալ 700 տարի մեր ինքնության մի մասն է։ Ու շատ դրական կողմեր ունեցել ենք բացասական կողմեր, բայց փաստը նրանում է, որ մեր ինքնության մասնիկն է ու դա պաշտպանել է պետք, պահել, պաշտպանել, սիրել։ Ու եթե եկեղեցականները իրանց տեղում լինեին Գարեգին գեի գլխավորությամբ, եկեղեցիները Կիրակի օրը ասեղ գցելու տեղ չէր լինի։ Բայց հիմա արիտես բողոքում են, որ գնացին հոգեգալստականների մոտ, գնացին, չգիտեմ, Եհովայի վկաների մոտ, ժողովրդին են հաթաթատարի։ Դուք լավ լինեիք, ձեր մոտ գային։ Նույնն էլ քաղաքական սպեկտրում, հներին եմ միշտ ասել, դուք Հայաստանը սարքեիք, ես գայի ձեր կողը կանգնեի։ Ու Գարեգին բն պիտի գնա։ Ճար չկա, իրան հələ որ KGB-ից պահում են մի կերպ ինչ որ բաներով, գնալու է, ժամանակի հարցը Արսեն ջան։ Մերսի Էդվին ջան։ Հիմա արտահայտվեմ ես։ Նախ առաջինը ես միշտ ասել եմ ու նորից կասեմ, որ ես կոնկրետ չգիտեմ ոչ մի ազգ, որը իրոք քրիստոնյա է։ Ես ճանաչում եմ անհատ մարդկանց, անհատական հա, սենց, որոնք իրոք քրիստոնյա են, որովհետև Քրիստոսի ուսուցումը, Քրիստոսի պատվիրանները, որ մենք տենց սովոր ենք ասենք, չէ, պատվիրանները, բայց Քրիստոսը շատ ուժեղ ուսուցիչ է եղել, ուսուցում է թողել։ Ճիշտ է, կլիմոյի նման, սենց լոգոյի նման խաչերը կախում ենք վզներիցս, սենց մեզ քրիստոնյա ենք համարում, երբևէ գիրքը չենք բացել, չենք կարդացել, ոչ ավետարան, ոչ մի բան, բայց մենք մեզ քրիստոնյա ենք համարում, ու ես գտնում եմ, որ դրա ամենաառաջին մեղավորը այդ մեր կաթողիկոսներ կոչվածներն են, որ մեր ժողովրդին նորմալ ուսուցում չեն տվել, որովհետև չի կարա քրիստոնյա ազգը առավոտը հելնի բարլուսախառը քֆուր ու անեծք տա, մինչև գիշերը քնելը։ Այսինքն դաժե որ երեխուն նկատողություն է անում, ազիզը թաղեմ, եսի արդեն բան է, էլի, անին չա, բնազդի նման ասում են, էլի, բայց ամեն մի բառը ուժ ունի,
Այո, Քրիստոսը շատ ուժեղ ուսուցում ա տվել, որը մեր հայ ժողովուրդը չի գիտակցում։ Թե Հիսուսը ինչա տվել, որովհետև մեր կրոնական հայրերը, մեր այդ քահանա կոչվածները երբեք այդ ուսուցումը ճիշտ չեն տվել հայ ժողովրդին, որովհետև հայ ժողովուրդը ունենալով այդքան հին գենետիկա, այդքան ուժեղ էներգիա, հա, գիտակցություն, ուղեղի ճկունություն, հա, այդ ամեն ինչ ունենալով հանդերձ, եթե օգտագործել Հիսուս Քրիստոսի ուսուցումը, ճշգրիտ ուսուցումը, ոչ թե փաթաթան արած, ապա այս ժողովուրդը աշխարհը կտիրեր։ Բայց էլի թույլ չեն տվել։ Էսի այլ թեմա է, ավելի խորը թեմա է, որը չեմ խորանա, անցնեմ կտրիչ Դավոյի։ Ուրեմն ինչ կասեմ ես սրա մասին։ Իմ կարծիքով սա հայ ազգի քրիստոնեության ամբողջ կյանքի պազորն է։ Բառից բուն իմաստով։ Մի մարդ որ գնում է ներկայացնում է քո եկեղեցին, այլ պետության կաթողիկոսի հետ կամ ոնց է կոչում իրանց մոտետի, հա, այն Կիրիլի նման, կամ կզում է դեմը, կամ քյարթուավարի է խոսում, ինքը իմ քրիստոնեության, իմ երկրի քրիստոնեության պազորն է։ Էսի մեկ, երկրորդը, մի կաթողիկոս, որ խաղաղություն չի սփռում երկրում, այլ տերորիստական, հակապետական, քաղաքական ինչ որ դիշով կա սուտինորությամբ ազբաղում, պրոստիտուտկի նման է իրան բաղում, ինքը չի կարա իմ եկեղեցին ներկայացնի։ Ուստի այն մարդիկ, որոնք դուրս են գալիս, ու էշեշ դուրս են տալիս, որ Նիկոլականները կամ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել եկեղեցու դեմ, ուրեմն դրանք եկեղեցուց ու ընդհանրապես քրիստոնեությունից այնքան հեռու են, ոնց որ խոզն ու տուրնիկը։ Աշկը թանողն եմ, Ժաննա, հասկացար։ Ձեզ տեղ կորեկտ պայեք, ինչ շատ չկա, մի հատ կնոկայա, սխմելու եմ Աշոտյանը լինեք։ Երբեք չի կարա քաղաքական պրոստիտուտկեն լինի իմ եկեղեցու ներկայացուցիչը։ Այո, ես իմ ձեռի տակ լիքը փաստեր ունեմ, որոնք եթե հանկարծ դնեմ համացած, կարող է կտրիչի ամենամեծ կտորը ականջը թողի ժողովուրդը։ Ու այդ նույն փաստերը ունի պետությունը։ Ու այդ փաստերը չեն դրվում համացած, որպեսի աշխարհով մեկ խայտարակ չլինենք որպես առաջին քրիստոնյա ազգ։ Պետականորեն ընդունած քրիստոնյա ազգը ունի նման խայտարակ կաթողիկոս։ Այո, այդ փաստերը չի դրվում։ Այո, ինչ որ sense սուտի թեմաներ էլի, sense թույլ թեմաներ էլի, կնիկ ունի, բան, սրանք ստուտա թեմաներ են։ Որովհետև իրական պատճառները ու նրա հանցագործությունները, եթե դրվի համացած, ես նորից եմ կրկնում, այն իրան շատ հարգողները կմտնեն ամենամեծ կտորը ականջը կթողեն։ Ու այո, չի կարելի այդ փաստերը դնել համացած։ Որտեղ առանց այն էլ լավ խայտարակ ենք եղել։ Մանավանդ պուբլիչնի խայտարակ լինենք։ Ու այդ եկեղեցին ոչ իրանցն է, ոչ էլ իրան մակլավիկներն է։ Այդ եկեղեցին հայ ժողովրդինն է։ Ու էսի բարդ process է։ Որովհետև ըստ սահմանադրության երկրի ղեկավարը չպետք է գնա նրա ականջը քաշի ու հանի եկեղեցուց շպրտի դուրս։ Գոյություն ունեն կանոններ եկեղեցական։ Ու այս պետության ղեկավարը հարգում է այդ կանոնները, այդ նույն եկեղեցու կանոնները։ Ուստի այս քայլին պետք է գնան ազնիվ քահանաները, ազնիվ տեր հայրերը, այն որոնց որ հալածում է այդ կովիդ ռուսիկը։ Հենց տեսնում եմ մի հատ տեր հայրի դնում ենք, գովում ենք, ասում ենք լավն է, հաջորդ օրը սկսվում է ճնշումներ նման տեր հայրի նկատմամբ։ Դարձրել է ստրկատիրական թագավորություն իրան, առանձին իրան կայսրություն է ստեղծել։ Ու այո, ինքը պետք է մաքրվի։ Որովհետև եկեղեցին ընդհանրապես բոլոր քրիստոնյա պետություններում շատ մեծ դեր ունի։ Աշխարհաքաղաքական հարցերում եկեղեցին մեծ գործոն ունի։ Եթե պետականամետ եկեղեցի է, եթե իր ազգին, իր պետությունը սիրող եկեղեցի գլուխ է, այլ ոչ թե Կիրիլին ծառայող ու դեմը կզող եկեղեցու կաթողիկոս է։ Եթե նա հայ ազգի մասին մտածում է, եթե նա իրոք էս երկրի պետության մասին է մտածում, այլ ոչ թե սեփական կլանի, պուտլերական չմոների մասին է մտածում, ապա ինքը գոնե մեկ քայլ կաներ, Ռոմի պապից բռնած կխառներ իրար։
թեկուզ այդ մեր գերիների հարցը բարձրաձայնելու համար, որի համար ինքը շատ մեծ դեր կարար ունենար։ Բայց ինքը այդքան չկա, որտեղ ինքը վաղուց Կիրիլի Փաչեկի արանքում է գտնվում։ Վաղուց։ Ու ինքը իրավունք չունի նման ձայն բարձրաձայնի, նման ձայն հանի, բայց երկրի մեջ զատո իրան դրել ասենց կիլերախառը ինչ որ խազեինի տեղ։ Արդեն որոշում են ով պետքա մտնի եկեղեցի, ով պետքա կնքվի, դու շունշան որդին ես, որ նման բան որոշես։ Եկեղեցին ժողովրդինն է։ Հիսուսը չի արել իմ ու քոն։ Դու ով ես, այ վերանս ինչ ասես, գալիս է որ դրան ասեմ, որ դու ինչ որ մի երեխայի մերժես կնքվի։ Երբ որ իմ հայ ազգը գոնե մեկ անգամ կյանքում ավետարան կկարդա, նոր կհասկանա, այս պետությունը ինչից է ուզում ազատի մեր եկեղեցին։ Սա իմ կարծիքն է։ Այսքանը։ Մերսի Մերի ջան, մերսի։ Իսկ եթե ինչ որ մեկը կասկածում է, որ ես ավետարան եմ կարդացել կամ հասկանում եմ ինչ է նշանակում Աստծո խոսք, թե Աստված իրանից ինչ է ներկայացնում, շատ կարճ ասեմ, Աստված սեր է, Աստված երբեք ատելություն չի տարածում, Աստված երբեք թուրք ու հայ չի անում, այս աշխարհը ինչ որ ստեղծված է Աստծո ձեռքով։ Ուստի դուք մարդ արարածներ հերիքա իրար վրա ցեղ շպրտեք, թե որ ազգը պետքա վերանա։ Այսքանը։ Էդին ջան, ասում ունես։ Ես շնորհակալ եմ Մերի ջան քեզանից, Արսենից, եթերի համար, Աստված ձեզ օրհնի, պաշտպանի, սիրում հարգում եմ ձեզ։ Թող ջան ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի գիշեր, Ամերիկայում բարի ցերեկո, միշտ նոր հանդիպում։ Մերսի Էդվին ջան, Արսեն ջան։ Ես նույնպես Մերի ջան շնորհակալ եմ եթերի համար, շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր որ իրենց շատ հավասարակշռված, համբերատար, նաև իրենց գրառումներով, խելացի գրառումներով մասնակցության համար շատ հաճելի էր։ Ես կուզեմ, որ մեր ազգի, մեր ժողովրդի գիտակցությունը հենվի մեր պետության ամրության ուղղության վրա, հզորացման վրա։ Մերսի շատ Մերի ջան, մերսի Էդվին ջան, քեզ էլ շատ շնորհակալություն։ Ես էլ եմ Կար միասին քննարկեցինք, զրուցեցինք, շատ հաճելի էր, շատ օգտակար էր, ուսանելի էր։ Մերսի շատ։ Էդվին ջան, երևի մի տարի իրար հետ եթեր չեն կարել, չէ՞։ Այս ուսումը գիտես ինչքան է էներգիա խլում։ Երեխեք ջան, ես էլ եմ ձեզ բոլորիդ շնորհակալ։ Ես նկատի ունեմ լսարանին, որ հիմա ներկայությամբ ներկայ է այստեղ, մեկնաբանեց, զրուցեց, շփվեց։ Այո, այսօր եթերի ֆորմատը այսպիսին էր, հաջորդ եթերը անպայման այնպես կկազմակերպենք, որ դուք բարձրանաք ձեր հարցերը, բարձրաձայնեք, մենք ձեզ պատասխանենք, ձեր ուզող հարցերին պատասխանենք, որովհետեւ դուք բարձրանաք թեկուս եւ հակադարձվեք իմ ասածին, բայց կոռեկտության սահմաններում մենք միշտ ողջունում ենք։ Հակառակը այդ ավելի հետաքրքիր է, երբ որ այլակարծիք մարդու հետ դնում ինչ որ մի հարց sense բսկտում ես, քննարկում ես, sense բաժանում ես տարբեր զավչացների, հետո հավաքում ես, որտեվ յուրաքանչյուր բանավեճի մեջ ծնվում է ճշմարտությունը։ Ես շատ եմ սիրում այդ process-ը, բայց ես սիրում եմ այդ process-ը հարգանքի մեջ, սիրում եմ այդ process-ը կոռեկտության մեջ։ Շատերն են եկել իմ մեջ, երբեմն դիմացել եմ իրանց անտաշությանը, բայց հետո արդեն հասցրել են, որ ասում եմ, ափերից դուրս եմ եկել, հանել եմ ու բանել եմ, ոչ թե բլոկել, այլ այդ եթերի մեջ թույլ չեմ տվել ոչ մի բան գրի, հետո էլ գնացի բողոքվել են Էդվին ջան, որ ով այլակարծիք է բողոքում են, չէ, 100 անգամ ասել եմ, այլակարծիք լինելը դա ընդունելի է, դա քննարկելի է։ Քֆուրը բացառվում է իմ եթերում, թեկուզ Փաշինյանական լինի, գնում է սեր ցուցակ, всё, չի քննարկվում։ Ուրեմն ժողովուրդ ջան, հաջորդ եթերը կլինի նման շփում ձեր հետ։ Իսկ այսօրվա եթերը այսպեսի ֆորմատ էր, շատ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք։ Ու շնորհակալ եմ, որ ընդհանրապես դուք կաք, ժողովուրդ ջան։ Ձեզ բարի գիշեր եմ մաղթում, զգուշ եղեք, միշտ նոր հանդիպում։ Ստեսություն։ TikTok-յան արտակում բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։